Ողջույն բարեկամներ, երկար ժամանակ նստած չէի կարողանում սկսել այս հաղորդումը, մտքիս մեջ պաստված էի կանչում, որ հաղորդումը չվերածվի 18 պլյուսի։ Ես չգիտեմ կդիմանամ, թե ոչ, ընթացքը ցույց կտա։ Շատ դժվար է այսօր իմ համար խոսել ամեն ինչի մասին, ինչ որ պատրաստել եմ խոսել։ Սկսենք ամեն դեպքում, տեսնենք կդիմանամ։ Հաղորդում ուզում եմ սկսել Թուշման Վարդանի խոսքերով։ Խաղաղ թե պատերազմի միջոցով միևնույն է, մեր հողերը պետք է հետ վերցնենք։ Սա հողերի հարց չի, բացարձակապես հողերի հարց չի, իսկ հողը որպես նյութի մարզ չի, այդ հողերը մեր ինքնությունն է, հողերը մեր հիշողությունն է, այդ հողերը մեր արժանապատվությունն է։ Դուք պատկերացեք, ինչ դժվար է լինելու այն մարդկանց համար, վստահաբար ոչ բոլորի համար, որոնք ունեն այդ կորստի եւ պատասխանատվության զգացումը իրար վրա, մանավանդ այսօր սեպտեմբերի 27-ին։ Տկլկել չէ, հոկտեմբերի 27 ու սեպտեմբերի 27։ Նույն ձև պետականակործան ամսաթվեր։ Մինչև հաջորդ նյութին անցնելը ես տեսա այսպիսի մի հայտագիր, ուզում եմ անպայման սրա մասին ասել, որ հետո չմոռանամ։ Ազնիվ խոսք չգիտեմ ով է նախաձեռնել, չգիտեմ ով է հեղինակը, բայց որ տեսա Անդրանիկի նկարն է, հրեա օղակի կենտրոնում ֆիլմի ցուցադրում հոկտեմբերի 5-ին 19:00։ Գնացեք Ժորժ ջան։ Գնացեք, որովհետև այս իշխանությունները ամեն ինչ անում են, որ մենք սա մասին մոռանանք։ Ես վստահ եմ, այն ինչ որ պատմվելու է Անդրանիկի մասին, դա ուղիղ ցույց է տալիս, ինչ է լինում, երբ մի զինվորական որոշումա չի ենթարկվել դավաճան կառավարությանը։ Դա եղել է Անդրանիկի հետ, չի ենթարկվել դաշնակցական կառավարությունների որոշումանը։ Եվ ինչ հետևանքներ է դա ունեցել։ Քանի որ ես գիտեմ վստահ Անդրանիկի պատմությունը ամբողջ 18-ից 19 թվականի մինչև մայիս, ինչև ինքը զենքերը հանձնեց, ամեն ինչ հանձնեց վեհապարին Էջմիածնում եւ հեռացավ Հայաստանից։ Այդ ամբողջ ընթացքը ես երկար տարիներ ուսումնասիրել եմ։ Դա վստահ ասում եմ, գնացեք, որովհետև սա չի ուզում այս ճիվաղապետությունը, որտեղ բացառվում է հանկարծ մի հոգի հակաճառի ճիվաղի դավաճանությունների, չէ՞ որ դա ինքն ասել, չէ՞, կառավարությունն ինքն է եւ ամեն ինչ ինքն է, ամեն ինչ։ Սա գիտեք ինչն եմ հիշել, դուք էլ կհիշեք երևի ով իմ տարիքին ավելի մեծ 88 թվի երկրաշարժը հիշում եք։ 88 թվի երկրաշարժը բազմաշերտ ֆենոմեններ բացահայտեց հավ ժողովրդի մասին։ Բազմաշերտ։ Նախ ոնց է հնարավոր, որ փլատակի տակից դուրս եկած գյումրեցին հարցներ Երևանին հո բան չի եղել։ Երկրորդը, որ աշխարհում կպարզվեր այդքան հայ կա, որ կարող է միայնակ վերցնի մի ամբողջ պետության պատասխանատվություն վրա, օգնության մասշտաբներով, գումարած մնացած հայ համայնքները, որ մի հատ էլ հայ կա, որ իր շուրջը կարող է հավաքի ամբողջ աշխարհը, Շահրազանվուի մասին է։ Հետո որ մի հատ էլ հայ այդ ժամանակներին կգրի, կորոշի նկարահանել Մայրիկը ստեղծագործությունը, որ ինքը արդեն նախորդ գրել էր ինչ-որ փոքր պիես էր, դա բեմադրվում էր։ Այդ ժամանակ կորոշի ինքը, որ դա դառնալու է կինո, ու մենք կիմանայինք Մայրիկի մասին։ Չէ՞ որ դա եթե մնա մի փոքրիկ ներկայացում, Փարիզում երբեմն ցուցադրվող մենք գաղափար չէինք ունենա Մայրիկի մասին։ Եվ այդ ժամանակ պարզվեց եւս մի շատ կարևոր ֆենոմեն մեր բոլորի մասին, որ համատարած կոտորանցի մեջ փլված տներ, սպանված մարդիկ, քանդված, կիսաքանդված ընտանիքներ, տներ ու ոչ մի գողություն, ոչ մի դիակապտություն, ոչ մի հայ, ուշադիր, այստեղ է կարևորը, ոչ մի հայ չձգտեց հարստանալ մյուս կորուստ ունեցած հայի հաշվին, հայի դժբախտության վրա ոչ մեկ չհարստացավ։
Խոսք են տականքի մասին չի, որ սկսեցին օգնությունները թալանել, այդ հրաշական տականքը, դրանց մասին չի խոսքը։ Նույն է Անդրանիկ Քոչարյանը, որ հիմա վերանգած, հանցագործ Անդրանիկ Քոչարյանը, որ հիմա վերանգած է պարլամենտում, բնականաբար պետք է ՔՊ-ական լինի, ի ամբողջ կյանքը ՀՀ-ական, ՀՀՇ-երը, մի խոսքով, մարդը բնույթով տականքա, տուժված մարդու օգնությունը գողացող ուրիշ ինչ կարա լինի։ Այսօր ՔՊ-ականը վաղ ինչ պետք է լինի, ձևը կլինի։ Ինչ որ ոչ մի հայ ոտնջուկություն չկատարեց, չօգտվեց մնացած մարդկանց դժբախտությունից եւ գողություններ չեղան այդում, գիտեք։ Զարմացած էին դրանց մասին հոդվածներ էր գրվում։ Ու մեկ էլ այսօր եմ նայում պատերազմ, ինչքան մարդ հարստացավ այս պատերազմի հաշվում, ինչքան մարդ հարստացավ հայի վշտի, լացի, կոցի, ողբերգության հաշվում, երկրի վաճառքի հաշվում, կյանքերի վաճառքի հաշվում։ Հիվ կա այդ հայերին։ Ընդամենը ինչ է անցել։ 20 թվականից 88, 32 տարի։ 32 տարվա մեջ ծնվեց եւ փոխվեց միացելու, որ կարող էր հայի վշտի վրա հարստանալ, հայի կյանքի վրա հարստանալ։ Ու հետո իր հարստացածը ծախել մեր վրա որպես հաղթանակ։ Ու ասես, սա քո փրկությունն է։ Այ քեզ տարել ենք, սպանել ենք, ունեցածը ծախել ենք, ու կյանքը ծախել ենք, որ դու անկախ լինես։ Իսկ մենք չենք հասկանում այդ բանը։ Սա չէր կարող լինել 32 տարի առաջ։ Որտեղ 32 տարի առաջ նույն հայը թքած ունենալով Լևոն Տեր-Պետրոսյանի ճառերի վրա, որ 7 միլիոնանոց Ադրբեջանը ավելի ուժեղ է, քան մենք, որ ոչ մի աջակցություն չունենք, աշխարհը մեզ դեմ է, այնտեղ Թուրքիա թիկունքին կանգնած։ 32 տարվա հայը նույն ձև ինչպես 20 թվականին, սերունցքը, զենքը վերցրեց գնաց հարցերելու ծեր։ Առանց իմանալու, որ թիկունքին դանակները ձեռքը պատրաստ կանգնած է հենց իր հայրենակիցը, հենց իր հրամանատարը, հենց իր գեներալը, հենց իր քաղաքական որոշումը ընդունողը։ Այս ինչ կորուստ է։ Սա միայն հողի կորուստը չի։ Այդ դժման ասում է, ինչով որ պետք է լինի ազատագրենք, իհարկե կազատագրենք, բայց սկզբից մենք մեզ պիտի ազատագրենք այդ հայի տեսակից, որը բուծվեց, աճեցվեց, նախապատրաստվեց այսօրվա համար։ Սա պատմական օբյեկտիվ իրականություն է, սա ճաշակի ոլորտից չի, սա իմ ֆանտազիաները չի, ոչ մի հայ ձեռքից նույնիսկ մատանի չէր հանվել, այսօր հայի կյանքը ծախվեց կողմ, կյանքը, հայրենիք, ամեն ինչ։ Դեսենք ես տեսանյութը։ Ադրբեջանական զինուժը աշխարհում որևէ պետության կողմից չճանաչված երկրի սահմանների ողջ երկայնքով ռազմական գործողություն է սկսել։ Այսօր սեպտեմբերի 28-ն է, արդեն հայտնի է, որ ունենք շատ զոհեր սահմանի գրեթե բոլոր հատվածներում, գյուղերում և քաղաքներում։ Գնում ենք հարավային սահման, որտեղ ադրբեջանական բանակը մեկ օր առաջ կարողացել է ճեղքել պաշտպանական գիծը և մի քանի դիրք գրավել։ Այստեղ ուզում եմ մի պահ կանգնել։ Ինչի՞։ Որովհետև դա հնարավոր չէր, եթե Փաշինյան Նիկոլը նախորդ չիրականացներ այն, ինքը ինչ սկսեց 2018 թվականից, թուլացնել հենց այդ հարավային սահմանի պաշտպանական գծերը։ Նախորդ 18 թվականից 2 տարի ինքը թուլացնում էր, հանում էր, լուծարում էր հակաէլեկտրոնային պայքարի այդ բաժինը, ռեպը։ Սա երկար նախապատրաստված պրոցես է, որ Ադրբեջանը
որքան հնարավոր է անարգերք եւ հեշտությամբ քիչ կորուստներով մտնի Հայաստան, ճեղքի անցնի։ Դրա փոխարեն կրկնակի ավելացավ պաշտպանության նախարարության աշխատողները։ Բնականաբար հասկանում եք, չէ՞, նախարարությունը ովքեր պետք է 2 անգամ շատանան։ Դրանք ոչ թե զինվորներ էին, դրանք ոչ թե, չգիտեմ, մասնագետներ էին, դրոնսարկողներ էին, չգիտեմ, հատուկ անալիզ անողներ էին, գիտական բաժիններ, ոչ։ Պրոստիտուտկեք ուղղակի, որ եկավ 2 անգամ շատ կոֆե խմեին այդ բանում։ Որը բանակետ ոչ մի կապ չուներ։ Պաշտպանության նախարարության աշխատողը թուլացած առաջարկցի հետ անհնարին է համատել։ Դրա համար տեղի էր ունեցել այդ ճեղքումը։ Դրան գումարած իմանալով հանդերձ որ պատերազմը լինելու է երեխեքին չէին պատրաստել ոչ մի ձև։ Բացարձակապես ու այսօր էլ նույնը անում ես սա ինչու ասեցի։ Հիմա երբ որ Ադրբեջանը ֆուլ զինվում է ու չի թաքցնում ինչի համար։ Հայաստանում Նիկոլ Փաշինյանը շարունակում է թուլացնել բանակը։ Ժամկետների առումով հովանավորի գումարի առումով փոխտալու բանակի վրա ծախսեր ավելացնելու առումով ինքը շարունակաբար թուլացնում Հայաստանը մի բանի համար, որ հաջորդ հարձակման ժամանակ էլի օբյեկտիվորեն արդեն չակերտավոր օբյեկտիվորեն Հայաստանը չկարողանա դիմադրի ոչ մի ձև, որ Հայաստանի կապիտուլյացիան դե ֆակտո կարողանա կայանա շատ ավելի սահուն, քան 44 օրյա պատերազմն էր, որովհետև չնայած այդ դավաճանությանը 44 օր թշնամին այդպես էլ չկարողացավ մտնել Շուշի մտավ Նիկոլ Փաշինյանի ստորագրությունով, այնպես որ այն ինչ որ հիմա է կատարվում, արդեն բացահայտ այն ժամանակին էր կատարվել 18 թվականից։ 18 թվականից կարդացեք այդ նյութերը բոլորը կա, ես ունեմ այդ ամեն ինչը, ես հատորներով ունեմ այդ դրայվի վրա ամբողջը օրով, ժամով, կայացած որոշումներով, ովքեր են եղել, երբ, ամսաթվով, որ մամուլում է տպվել, ամեն ինչ կա, հանկարծ մեկը չմտածի, որ սրանք, ինչ որ ես ասում եմ, պատահական խոսքեր են եւ տակ ապացույցներ չկան։ Վստահ եղեք, ես այդքան միամիտ մարդ չեմ։ Ատամներս կրճտացնելով 20 թվականի նոյեմբերի 10-ից ես սկսել եմ նորից հավաքել իմ ցուցակը ապագա Նյուրնբերգում ներկայացնելու համար։ Եվ այսպես բանակի թուլացումը, առաջնագծի թուլացումը, հակաէլեկտրոնային պայքարի բաժինների թուլացումը, վերացումը, մի խոսքով ամեն ինչ, բայց դրա փոխարեն ելակի արշավը հիշում եք, որ մեզ զինվորը ելակ է ուտում։ Բա ճիշտ է զենք չունի, պաշտպանական միջոցներ չունի, գծերը քչացած է, պատկերացնում եք, առաջ գիծը հանում է պաշտպանական։ Մի խոսք։ Ինչ որ արվել է հիմա, այն վաղ, հիմա էլ արվում, նշանակում է էլի է լինելու արձակում։ Որին Նիկոլ Փաշինյանը պիտի ասի, մեզ ոտը չդիմացավ, թույլ եք, մենք պարտվեցինք, բայց դուք պետք է հպարտ լինեք, որտեղ մենք անկախություն ենք կերտում։ Եվ կա ուղղակի այդ 18 պլյուսը վախենում եմ հիմա սկսի։ Եվ կա մի շերտ, չասեմ ինչ շերտ, որ ասում է ճիշտ է էդի։ Փողը տվել են, ասում է ճիշտ է։ Ճիշտ է, ու այդ բարերի համար ինքը փողոցում թուքում ու ճիրում։ Հիշում եք մենք բանը, մեր ֆոլկլորի մեջ բարայի այն ասում եմ տեսելու թքես երեսին է, դա պարտադի չի, որ Ալեն Սիմոնյանի նման հենց իրական պրոցեսը լինի, բոլորի պարտադի չի, բայց այդ բանը ֆոլկլորի մեջ թուքում ու երեսին, դա անպայման պետք է լինի, որովհետև սրանց վրա ազդելու այլ տարբերակներ չկա, դա հասարակական պարսավանքի ինստիտուտն է, որ աշխատում է, ավելի ինչքան աշխատում է։ Բնականաբար մարդիկ կան, օրինակ չգիտեմ, Ստեփան Գրիգորյանի նման, դհոլը կաշին քաշած գին, կամ ասենք Ստյոպիկ Սաֆարյանի նման, Խուրշուդյանի նման, դրանց բանը երես արդեն դհոլի կաշի է, ինչ ուզում եք արեք։ Բայց մեկը, այն կողքի տեսնողը վախենում ասում է, օր երեխեքս կտեսնեն, կարող կինս տեսնի, ընկերներս տեսնեն, արժի դրա համար ես գնամ մտնեմ դատական, դա պետք է լինի, որտեղ ուրիշ անելիք չկա, ուրիշ բան չունենք անում, բան չկա, գործիքակազմ չկա, ու մենք ավտոմատները չենք վերցնելու, ասենց կամերաների տակ
գնդակարեն գնա։ Ես դրան դեմ չեմ։ Դա էլ տարբերակ է։ Բայց միջև այդ գոնե հասարակական պարսավանքի ինստիտուտը չօգտագործես իր ամբողջ ռեսուրսով։ Մեքենաներն ավելացնում են արագությունը, որովհետև արդեն երևում է հրետակոծվող հատվածները, պայթյունի ձայները սաստկանում են, հասնում ենք Հադրութի գնդի 300 մարտական դիրքը։ Իսկ դուք եք որ դիրքն էլ հրամանով թողված ա եղել, ընդ որում կամավորներին չեն էլ ասել։ Կամավորներին չեն տեղեկ ասել, որ դիրքերը հանձնածա, զորքին անել են։ Անենց են արել, որ ինչքան հնարավոր է շատ զոր լինի։ Եթե մենք այսօր լավ գրողներ ունենայինք, բանահավաքներ, դրանց կարող է թաքուն արվում է, ես չգիտեմ, մի օր դա գրվի, այս պատերազմի մասնակիցներից վերցնել ուղղակի, հավաքել։ Սարժենիցինը ոնց արեց։ Սարժենիցինը գրեց իր կյանքի փորձը Արխիպելագ գուլագը։ Չէ, Արխիպելագ գուլագից առաջ Իվան Դենիկինի կյանքից էր բերել, քանի օր 7 օր Իվան Դենիկինի։ Մի խոսքով, այդ գիրքն էր գրել, որի վրա ամբողջ ով կարդացել էր դա թերթում, ով ապրել էր գուլագի կյանքը, ամեն մեկ ուղարկել էր իր պատմությունը, Սարժենիցինը հավաքելով դա ստացավ Արխիպելագ գուլագը։ Ես վստահ եմ, որ մեկը մի օր ասի ուղարկեք ձեր պատմությունը Սարժենիցինի Արխիպելագ գուլագի օրինակի վրա, դա այսպես մեկ պատմություն կհավաքի։ Բայց մինչ դա հո կարելի է, այսօր այդ մարդիկ ողջ են, այնքան բան կպատմի։ Ու դա վաղը պետքա գրվի։ Եթե նույնիսկ այս տականքների օրով դա չտապագրվի, վաղը պետքա տապագրվի, ֆիլմեր պետքա նկարանվի, բեմադրություններ պետքա լինի։ Պետքա սերունդների համար դա ցույց տալ եւ մեր բաց կողմերը եւ այդ ուժեղ կողմերը ամենախայտարը կողմը անպայման պետքա ցույց տալ, որ երբ 32 տարի առաջ մահացած մարդ էր այնտեղ, ոչ մի այլ չէ մտածում վրայի շորերը կամ ոսկեղերը հանի։ Այսօր հայ տեսակ բուծվեց հազարներով, որոնք մարդկանց սպանեցին, որ վրայիները հանեն, ոչ թե արդեն մարդը մահացել էր։ Չէ, սպանեցին, որ դրա վրա հարստանա։ Սա էլ է պետք դրել։ Ես նկարն ամեն ինչ ասում է։ Ստեղն է։ Սա դեռ լավագույն տարբերակն է։ Էլի փառք Աստծո մարդը կա, երեխեն էլ լրացնում է այդ մի ոտի տեղը։ Երեխա կա գրկելու բան չունի, հասարներով է։ Եվ ինչու միայն երեխեք, որքան մայրեր, կանայք, հարազատներ, եղբայրներ, քույրեր չունեն, թեկուզ ես կիսատ ոտը գրկելու հնարավորություն։ Տարավ եւ սպանվեց լավագույն սերունդը։ Որոնք դեռ ծառայում էին, որոնք կամավոր գնացին, կամով։ Իսկ Փաշինյան Նիկոլն ասում էր. գնացեք, արագ, գնացեք, ով ինչ կա, ով ինչ կունի ձեռը, վերցրեք, ինքնակազմակերպեց, գնացեք, բայց ինքը մոբիլիզացիա չարեց եւ ռեզերվներն էլ չթողեց, որ հասնի ճակատ։ Բայց դու կամավորները գնացեք, անպատրաստ, ով ինչ ունի տունը։ Տանակ պատառակա, վերցրեք, բան, գնացեք հասեք ընդ։ Քան շատ մեռնեն, կան լավ։ Դու ֆիքսեր ես ասում, չես վաղ ես կարայի կանոնացնել, բայց այսքան զոհ չէր լինի, այդ մարդուն զոհ էր պետք, զոհ, որ ամբողջ մի ազգ լացել, նռար ծավից, որ կարողանար սա հանձներ, ասել, բայց դուք պետք է ուրախ լինեք, սրա համար պետք է հպարտ լինեք, որ հայ մարդը ցավի ծողակի վիճակի չլինի նույնիսկ խոսել։ Եվ հենց կմտածեք, որ ամեն ինչ ավարտված է, հիշեք, որ սրանք դեռ իշխանության են։ Որպեսզի սեպտեմբերի 27, սեպտեմբերի 19 պաշտոնապես նշելու անհրաժեշտություն չլինի, պատգամավորներն առաջարկում են հունվարի 27-ը, տեսեք, հունվարի 27-ը սահմանել հիշատակի եւ խոնարհումի օր։ Ով է առաջարկում։ Ռուբեն Ռուբինյան եւ Գերամ Նազարյանը հեղինակել են նախագիծ Ռուբեն Ռուբինյանը, Թուրքի ծնունդ եւ Գերամ Նազարյան,
որի երեխան է սպանվել սեպտեմբերի 20-ին կամ սեպտեմբերի 30-ին, էական չի, սեպտեմբերի 27-ի պատերազմի ժամանակ։ Եվ ինչ են անում, տանին ունի 365 օր, եւ այդ օրը հիշատակի եւ խոնարհումի օրը պետք է լիներ Հայաստանի բանակի տոնից 1 օր առաջ։ Որպեսզի Հայաստանի բանակի օրը չհանեն, ասեն, ժողովրդը կասի, բանակի օր չենք տոնում, այս ո՞նց եղավ։ Չէ, դրա առաջի օրը պետքա խոնարհումի բանակի տոնը մի օր առաջ պետքա վերածել խոնարհումի եւ հիշատակի։ Որ բանակն ասոցացվի հենց այդ խոնարհումի եւ հիշատակի հետ։ Ոչ թե հաղթանակների, ոչ թե ամրության, պարտության։ Այս պարագայում դավաճանության։ Հասկանում եք սրանք ինչ են անում։ Տարին ունի 365 օր, ու իրենք ընտրել են հոկտեմբերի 20, հունվարի 27-ը։ Մարդ, որի երեխան է սպանվել։ Մարդ, որը երաշխավորում է, Ալիևը հաստատ մեր չի արձակվել, մեր լավն է ուզում ինքը Ալիևը։ Նիկոլն էլ է իր լավ ուզում։ Երկուսը իր լավ արել են։ Հա, մեկն ուղարկել է, մեկն էլ սպանել է, հա, բայց ինքը ասում չի, ինքը մեր լավն է ուզում։ Այն որ քո լավն են ուզում, եղամ։ Պիղծ։ Դա խոսք չկա։ Մեկն էլ գրել է սա մասին, ասում է, չեք հասկանում, ասում է, նա ուժեղ մարդ է, այդ կորուստից հետո կարողացել է վեր գտնի պետականաշինության համար։ Ասի, դու ես իհարկե բան չպատասխան, կախում է քո մոտ։ Բայց ուզում ես աշկերի մեջ նայես, նոր մի բան ասես, էլի, մատ հասկանաս, էլի, իմասին դրիմ անասուն է, ասեն կարող մարդը խանգարված է, մենթալ խնդիրներ ունի, կարը չէ լինի։ Եվ ես չգիտեմ, այդ գրողն ով է, ուզում եմ, բայց տենամ, կարող կատականում, կարող նա սուտ հումորի զգացում ունի, ասես կախում է մոտը, չգիտես, ասես ոնց է։ Այսինքն երեխուն ուրանալը, իր դահիճներին գովելը դա հասունություն եւ պետականամետություն, հա։ Թեև հաջորդ տարվա բյուջեի նախագծով կառավարությունը մտադիր է ավելի քան 15%-ով կրճատել ռազմական բյուջեն, պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը այսօր պնդեց, դա բանակի բարեփոխումների վրա չի ազդի։ Ամենից կարևորը, որ հենց անասունին նայեք։ Հենց դեմքը նայեք։ Զինվորականության հետ ընդհանրապես կապ չունի սա։ Բայց նա տեսնենք այսօր այլ։ Միլիցիա, օպեր, դեմքի շերը։ Ու այս օպերի կարճ ուղեղով 15% կրճատումը բանակի վրա չի ազդելու։ Աշխարհը Եվրոպայից սկսած ամբողջ աշխարհը մեծացնում է ռազմական բյուջեն, որտեղ պատերազմի վտանգ կա, այս անասունները պատերազմի մեջ ասում են վտանգ չկա, որովհետև լսենք ինչ ասում։ Ասկի ես ասեմ ինչի, որտեղ միլիցիա է։ որևէ մեկնարկած բարեփոխում իր մեկնարկը չի կանգնեցնելու եւ դա ընդհանրապես իր տրամաբանական ավարտին հասնելու։ Ասեց։ Որևէ բարեփոխում չի ընդհատվելու, ընդհանրապես հասնելու տրամաբանական ավարտին։ Զտարյուն ԿՊԵ-ականը, կամ իծնե միլիցիա, ուրիշ բան չես կարող ասես։ 2026 թվականի բյուջեի նախագծով, որ դեռ պետք է հաստատվի խորհրդարանում, պաշտպանության նախարարությանը կտրամադրվի 563 միլիարդ դրամ, մոտ 1.5 միլիարդ դոլար։ Դա այս տարվանից պակաս է շուրջ 265 միլիոն դոլարով։ Այն պարագայում, որ Ադրբեջանի ռազմական բյուջեն բաց հասել է 21%-ով։ Սա նույնն է, այն ինչ որ ասում եմ, ինչ է ասում, չէ՞, 18 թվականից ինչ արել Նիկոլ Փաշինյանը բանակի հետ։ Առաջնագծելն է դատարկել, որ հեշտ անցնի։ Հիմա են ուղղակի օբյեկտիվ պատճառներ է ստեղծում, բանակը չկարողանա կռվի։ Էս անում էս մարդը։ Սա նրանց համար, Ժորժ ջան, ովքեր կտեսնեք, որ քարոզում են սրան, ասում են, սա բարեփոխում է, թե սա լավ բան է, այսինքն էս միլիցու նմաններին։ Միլիցու, հա, որը դասել է պաշտպանության փոխնախարար։ Միլիցեն որտեղ, պաշտպանության փոխնախարարը որտեղ։
Դրանք տրամաբանորեն հակառակ իրար հետ ոչ մի ձևի առնչություն չունեցող, ասեմ ավելին, միշտ իրար հակադրության մեջ են եղել այս երկու կառույցները, միշտ, որովհետև միլիցեն ուրիշ բան է ամբողջ իր կյանքով, բանակի ծառայությունը ուրիշ է, բանակի ֆունկցիան, տրամաբանությունը, լրիվ վեկտորը ուրիշ տեղ է, միլիցան ուրիշ տեղ է, դրանք միշտ հակառակ են եղել, հիմա ոնց պղծեն ուրիշ այդ բանակը, ոնց Դե եթե կարելի է Նալփին Սարգսյան դնել միլպետ, ինչի մատ օպերի չբերել դնել, ասենք բանը փող նախարար։ Այսինքն բանը նախարար կարելի մատ ուսուցչուի, մատ հանցագործ դիժվածք։ Ուսուցչուի։ Որը իր սպային դանակը հադելու համար նստել է, հասկանում եք Հայաստանի պաշտպանության նախարարն ով է։ Անդրանիկը չի։ Այն կինոն Անդրանիկի մասին է։ Հայաստանի պաշտպանության նախարար պետք է լիներ Անդրանիկ։ Անդրանիկը չի, չէ։ Մարդ որ սպանել է դանակով խփել է իր բանին։ Իր սպային։ Ուսուցչուի հետ է։ Դրա տեղականն է բնականաբար պետք է օպերա լինի։ Որն ասում է 15% կրճատելը բարեփոխումների վրա, ինչ դու ինչն ես բարեփոխում, եթե ծախսը չի ավելանում։ Ինչը։ Այն դեպքում եւ թշնամին ավելացնում է, զինվում է, ու լացում է քեզ ինչը մնա։ Ադրբեջանի բյուջեն մեր բյուջեից ռազմական 4 անգամ ավելի շատ է։ 4 անգամ։ Այս տարի մենակ նախատեսված։ Բյուջեն եմ ասում մենակ ես։ Եթե գումարը կրճատվում է, ինչպես է բարեփոխումների ծավալը մնալու անփոփոխ։ Հնարավոր է նվազեն ռազմական գնումները։ Փոխնախարարը չհստակեցրեց։ Այս հարցերն անպատասխան թողեց նաև ազգային ժողովի պաշտպանության հանձնաժողովի նախագահը։ Բյուջեի քննարկման ժամանակ ես շատ եմ խոսելու եւ դուք հիմնավորված կասեմ, թե մեր ձեր պատկերացումները այդքան էլ չեն համապատասխանում այդ թվերի տրամաբանությանը։ Պատասխանեց։ Մարդը որ 44 օրյա պատերազմը կոծկե է սա հանցագործությունները, մարդը որ կոծկել է քարորյա պատերազմի հանցագործությունները, ինքը բոլոր ասին կպատասխանի։ Մարդը որ ամբողջ երկրաշարժի այդ օգնություններն է գողացել ժամանակին, ինքը բոլոր ասին կպատասխանի։ Անդոն դու երազի որ դու քո մահով մեռնես։ Լուրջ բան եմ ասում։ Դու ասում ինչ տարբերություն, դուք թե Նիկոլ Փաշինյանը։ Ո՞րն դուք ոչ մի բանից վախ չունեք։ Ես ուղղակի ապշած եմ դրա վրա, էլի։ Դուք ոչ մի բանից վախ չունեք, ով է ձեզ այդ երաշխիքները տվել կյանքում։ Ով կարա այս աշխարհում երաշխիքներ տա։ 44-օրյա պատերազմից ի վեր պաշտպանական կարիքների համար հատկացումներն ամեն տարի ավելացել են։ Կտրուկ էր աճը հատկապես անցած տարի մոտ 20%-ով, ինչը հարուցել էր Ադրբեջանի դժգոհությունը։ Բա, դրա համար էլ միանգամից կրճատել են։ Բա դրա համար է օրենքները։ Հեսա մնացած օրենքների մասին Քվից անգամ խոսում էին Հայաստանի ապառազմականացման անհրաժեշտության մասին, պնդելով, թե Հայաստանի ռազմական ծախսերը մեջբերեն վտանգավոր են Ադրբեջանի համար։ Իհարկե վտանգավոր են, բայց ինքը չի կարողանալու քայլելով մտնել։ Բա իհարկե վտանգավոր են։ Բայց Ալիև ես քեզ մի բան ասեմ, ամենավտանգավորը ոչ թե ռազմական բյուջեի պակասությունն է Հայաստանի համար, այլ Փաշինյան Նիկոլի նման վարչապետ ունենալը, որովհետև նույնիսկ այս ռազմական բյուջեում քեզանից փոշի կտոր չի մնա, եթե հանկարծ մենք ազգային բան ունենանք, կառավարություն ունենանք, փոշու հատիկ քեզանից չի մնա, ոչ թե քո զորքից։ Պատմության մեջ այդպես բան չեղավ, որ երբևէ Հայաստանը զորքով իր տեխնիկական ռազմական բան ունեցվածքով գերակշռի Ադրբեջանի։ Չի եղել նման բան, բայց դուք միշտ ծեծեք կերել։ Նույնիսկ 44 օրյա պատերազմի ժամանակ դու Իսրայելը, սիրիացիները, թուրքերը, ռուսերը, բոլորը Հայաստանի գեներալները, քաղաքական ղեկավարությունը, բոլորը իրար հետ անզոն եք այդ անեց զինվորականների դեմ։ Անեց որ քո միած զենքը, որ աշխատում է, դա քիչ բյուջեն չի Հայաստանի վրա, դա Փաշինյան Նիկոլն է, որին հանելուց հետո շրջելու ենք այսենց քո վերջին էջը, քո ու քո երկրի։ Երբ աշխարհը
այսօր ՄԱԿ-ում է, Նյու Յորքում, աշխարհի հարցերն է լուծում, որտեղ Ալիևն էլ է, խոսում է Զանգեզուրի Միջանցքի մասին, ընդ որում գիտեք ոնց է խոսում, Հայաստան չկա, ասկի այդ Միջանցքը ոնց որ թե օթով է գնում, Հայաստանով չի գնում, իմ ջերած, Թրամփն է անդեր ինքն է մեկ է Զանգեզուրի Միջանցքը, այս հորթը որտեղ է, Ռուսաստան, մի քանի երկրորդական երկրների կամ երրորդական երկրների հետ, խնդրեմ, ու այսօր թռել է արդեն Նյու Յորք, որ մի բան էլ ինքը խոսա այդ ամբիոնից, մենք այդ ամբիոնից խոսալու մասին հիմա կխոսենք, հա, այսա, որն ասում է, արդեն խոսել է, որ մեկ տարի առաջ նույն այդ դալիճում ինքը ընդգծել է Հայաստանի անսասան հանձնարարությունը նպաստելու մեր տարածաշրջանում խաղաղությանը, ինքը խոստացել է, հիշում եք, ասում է, ես հիմա արդեն մենք հստակ խաղաղություն ունենք, ՄԱԿ-ում ասում, հիմա ես քեզ ուրիշ բան հիշացնեմ, Արաբատ, 2 տարի առաջվա ելույթը հիշացնեմ հիմա ես քեզ, ուղիղ 2 տարի առաջ, երբ որ էլի այդ ամբիոնից ասեցիր Հայաստանի բնակչության, Արցախի բնակչության վրա հենց հիմա ցեղասպանություն է կատարվում, քեզ հակադարձեցին, ասեցին ոչ, քո շեֆը հերքում է քեզ, բան չունես ասելու արա այդ կապակցությամբ, դու 2 տարի առաջ էլ ուրիշ բան էիր ասի, ինչ տարբերություն դու այսօր ինչ ես ասում, դու ընդամենը 2 տարի առաջ այդ ամբիոնից ասեցին, որ Ադրբեջանը ագրեսիա է կիրառում, նրանք էլ քո բերանը փակեցին Նիկոլի ելույթով, ասեցին չէ, Նիկոլն ասում է, որ ոչ մի վտանգ չի սպառնում, բա 2 տարի առաջվա ելույթը հիշի, ընդերից էլ հայտարարում է, որ մեզ մոտ արդեն խաղաղություն է, վերջ, հիմա Նիկոլն էլ է գնալու ելույթ ունենա, որ ասի, այո, մեր մոտ արդեն խաղաղություն է, մենք ջան ու ջիգար Ալիևի հետ, Էրդողանի հետ խնդիր չունենք, ինչը Հայաստանը չա մեջտեղը, կվերացնենք կգնա, էլ արդեն պրոցեսի մեջ ենք, հեսա բաներ կփոխենք, սահմանադրություններ կփոխենք, սահմաններ կփոխենք, ամեն ինչ կանենք, Թուրաններ կվերականգնենք, ամեն ինչ կանենք, ինչ եղել, հանգիստ եք մնացեք, ոչ մի խնդիր չունենք մեկի հետ, սպասեք, այս ելույթներ կլսեք ՄԱԿ-ի ամբիոնից, դե հիմա ես չասեմ, որտեվ հենց ես ուզում եմ ասեմ, հիշում եմ, որ չի կարելի է եթերը վերածել 18+-ի, դուք ասեք, ես նրանց ինչ ասեմ, դուք գրեք, դուք ասեք, ես սպառել եմ արդեն, ասում եմ, հայոց լեզուն չի ստեղծվել բացասական բաների և Նիկոլա նմանների մասին խոսալու համար, թույլ է այդ առնում, շատ թույլ է, գանք խորհրդարան, այսպես ասած, ապազգային խորհրդարան, այսօր պարզվեց, որ իմպիչմենտն էլ չի աշխատում, գիտեք, պարզվեց, որ էվրիկա, պարզվեց, որ իրանց ձայները բավական չի և քպերից հետ չեն ուզում միանան, չենց էլ ոչ մի բան չեն արել ուղղությամբ, բայց չի աշխատել իմպիչմենտը, նույնիսկ Արմինե Օհանյանն է հասկացել, ոնց որ թե ախպեր, ոնց որ դուք սրանց կողմից եք, հա, իսկ մարդ կա, որ դեռ չի հասկացել, որ սրանք դրա կողմից են, ընդամենը ամիսու կես առաջ էր, 2 ամիս առաջ, կարծեմ իմ եթերում, հենց այս իմպիչմենտի մասին էինք խոսում, Ղազարյան Էդգար Ղազարյանի հետ, որ նախաձեռնել էր իմպիչմենտը, հուլիսին, այս եթերում ես ասեցի, դա չի լինելու, իսկ եթե, չասուս կփորձենք ասեցի, իսկ եթե չլինի, կգան են եզրակացության, որ մանրատները պետք է վայր դնեն, ուրիշ տարբերակ չկա, ես ժամանակ կոնկրետ պատասխան չլսեցի, բնականաբար ինքը չէր կարող երաշխավորել, պատգամավոր չի, բայց հիմա սրանց եմ ուզում հարցը տամ, ու բոլոր նրանց, ովքեր դեռ հույսեր են կապում այս խունտայի հետ, ազգային ժողովում գտնվող, իմպիչմենտ չեք կարողանում անել, նշանակում է դուք էական ոչինչ չեք ներկայացնում ձեզանից խորհրդարանում, հարց, ինչի հետ մնացել է, բոլոր նրանք, ովքեր դեռ լուրջ եմ ասում, տեսեք չեմ վիրավորում, լուրջ, ակնկալիքներ ունեն սրանցից, ու այդ հարցը իրաց չեն տալի, կամ այդ հարցը իրաց չեն տակրկրում, նշանակում է իրանց ուղղակի հարմար է այս վիճակը, ես չեմ ուզում ասում իրանք էլ են Նիկոլ,
Բայց իրանց այս վիճակը հարմար է, այդքան էլ վատ չեն զգում այս ամեն ինչից իրար։ Ես այս ամեն ինչը կանխատեսել եմ, ես ասել եմ։ Impeachment չի աշխատելու։ Միակ տարբերակն է գնալ խորհրդարանից, առաջացնելով խորհրդարանական ճգնաժամ։ Վերջ, էսի պարզաս կաթիլ ջրի նման։ Ոչ մի ստեղ, չգիտեմ, բասագույն մաթեմատիկա չկա։ Եթե դուք նեղված եք, ոչ եք կարողանում impeachment անել, գնացեք։ Հələ 2 ամիս էլ աշխատավարձ մի ստացեք։ Այսինքն դուք ապացուցում եք, որ այդ պատգամավորական աշխատանքներ չլիներ, դուք անտեր շուն եք, դուք ոչ մի բան չեք ներկայացնում ձեզանից, հա։ Այսինքն դուք այնքան ապաշնոր ու անպաշտպան մարդ եք, այդ պատգամավորական աշխատավարձներ չլին, դուք սոված մեռել եք վաղուց։ Հիմա դրա համար եք երկիրը թաղում։ Բոլոր նրանց տարածեք խնդրում եմ, ժողովուրդ ջան, ուրիշ տարբերակ չկա։ Մանավանդ այն հաջորդ նյութերին, որ ես անդրադառնալու եմ հիմա։ Հա, այս հաղորդումները տարածելը սա պատերազմի ամենակարևոր մասն է։ Մենք պատերազմի մեջ ենք։ Ես ձեր հետ ենք ամեն օրվա պատերազմի խրամատում ենք իրականացնում մեր, չգիտեմ, sense հերավալ մարտավարությունը։ Կարճաժամկետ, միջկաժամկետ, երկարատև ամեն ինչ sense աշխատում ենք փակենք, բոլոր հարցերի պատասխանը տանք, ամեն ինչում լուսավորենք։ Բայց եթե պետք է մնաս շատ որոշակի նեղ շրջանակների համար նշանակում է ջան ասում, ջան լսում ենք, ջան ասում, ջան լսում ենք։ Սա ինքնախապեյություն է։ Եթե այս դիտողները պետք է չանցնեն մի քանի 100,000-ը, մենք չենք կարողանալ այս արհավիրքի դեմ անցնել։ Ես ձեզ կապացուցեմ նաև։ Ինչի համար եմ այդպես կարծում։ Դուք ստելսեք։ Առաջիկա դու 50+1 ստանաք։ Ես վստահ եմ, որ մեր ժողովուրդը մասնավորապես անսուտի համաձայնագրից հետո եւ այն քայլերից հետո, որ կողմում են եւ արվելու են միջև ընտրություններ, եթե առաջ մտածում եք 51-ը հաստատ կլինի, ես հիմա վստահ եմ, որ մենք շատ ավելի շատ ձայն ենք ստանալու, քան 2021 թվականի ընտրություններին, կարող ենք նույնիսկ դրա հետ կապված մարժ գանք։ Բա, իրանք վստահ են, մանավանդ իրանք խոսել են միշտ սեպտեմբերի 8-ի մասին, օգոստոսի 8-ին։ Ես կտեսնեք այն տեսանյութը, որտեղ հարցնում են Թրամփին, ասում են ինչ կարծիք եք Հայաստանի եւ Ադրբեջանի հետ համաձայնագրի մասին, որ ձեր մոտ եղել, ասում են ինչ Հայաստան, ինչ Ադրբեջան, ինչ Ալիև, ինչ Փաշինյան։ Նա նույնիսկ չի հիշում ինչ է ստորագրել։ Ընդ որում ասեմ ինքը ոչ մի բան չի ստորագրել, ինքը ստորագրել է որպես վկա։ Մի փաստաթուղթ, որը ոչինչ շարժի իբրև փաստաթուղթ, ինքը նախ պայմանագիր չի, ինքը պարտավորեցնող ոչ մի բան չունի, բայց իրանք փորձելու են։ Սա ասես դրոշ սարքեն, իդիոտ, կրիծին այն տարականի ուղեղի ինտելեկտի չափ ունեցող մարդկանց ցույց տալու համար, որ այդ տեսեք գործ են կարել։ Սրան պետք է հակասվել։ Որովհետև ինչ ուզում ալի նայել է հայ, կապ չունի ակադեմիկա, թե այդ ասած տարականի ուղեղ ունեցող, երկուսն են ունեն մեկ ձայնի հնարավորություն։ Այդ մարդկանց պետք է արտադրներին հասնել։ Ասել են կեր ջան, մի վարքյան, արա, քեզ էլի խափում են։ Քեզ էլի խափում են, ինչը խափել են 7 տարի, չկա նման բան։ Հնարավոր չի անկապ բանա, ոնց ասեմ, խաղաղություն ունենալ, երբ որ դու զինված չես, թշնամից զինված է, եկել է քեզ սպանելու։ Այ, ինչ խաղաղություն։ Քո ձեռքից զենքը խլում են, բյուջետ կրճատում են, այնի զինվում է, սահմանները բաց է, քեզ պաշտպանող ոչ մի բան չկա, ասում է, խաղաղությունը էս է, աղբեր։ Ուրախ եղի սրա համար։ Քեզ սրա համար եմ տարել, սպանեմ, որ դու ես քեզ ապահով զգաս։ Ես հաղորդում եմ տարածել։ Ես այլ տարբերակ չեմ տեսնում անկեղծ եմ ասում։ Ուզում այս երիտասարդներին լսենք, ազնիվ խոսք, ես չգիտեմ, ես տղենով եմ, բայց լրիվ լսենք իրար։ Բարև ձեզ, իմ անունն Արսեն է, ես հասարակ Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ, պատահականությամբ զբաղվում եմ բլոգերությամբ, քաղաքական բլոգեր եմ։ Ես ու առաջ անգամ տեսնում, բայց էական չի, լսենք։ Չէի պատրաստվել ելույթ ունենալու, ընդհանրապես չէի մտքովս չէր անցել, որ կարող է ես մի օր Հայաստանի Հանրապետության եւ իմ համար մեկ ամբիոնից կարողա ինչ-որ մի կոչով կամ ինչ-որ մի առաջարկությամբ հանդես գամ։ Բայց տեսնում եմ ելույթների ժամանակ ու նույն հին նարատիվներն է, ժողովուրդ ջան։ Նախ առաջին շնորհակալություն նախաձեռնության համար, որ դուք impeachment եք նախաձեռնել։
պատիվ ունեմ խմբակցությանը։ Շնորհակալություն բոլոր ներկաներին։ Բայց հասկացեք, այս ամենը այլ ոչինչ է, եթե չլինի մեկ հանգամանք։ Ես վերջում կասեմ, որ հանգամանքի մասին է խոսքը։ Ու դուք ֆիքսեք։ Այսօրվա իմ խոսքերից պատասխանատուն եմ ես։ Ես լայն մասաների հետ եմ շփվում, շատ լայն, 50,000 եւ ավել մասաների հետ եմ շփվում եւ լավ գիտեմ, մատս պուլսի վրա է, թե ինչ ա ուզում ժողովուրդը։ Այն ժողովուրդը, որը կուսակցականացված չի, որը չի մասնակցում ժողովների եւ այլն, ժողովուրդ ջան։ Ձեր դեմ չունեմ ոչ մի բան։ Շատ հարգում եմ բոլորիդ, բայց ուզում եմ մի բան դուք ձեզ համար ֆիքսեք։ Նախ առաջինը պետք չի ստեղ բոլորի առաջ ասել, թե ինչ արել Նիկոլը։ Նիկոլ Փաշինյանի մասին է խոսքը, ով զբաղեցնում է վարչապետի պաշտոնը։ Մեկ հանգամանք եմ ես բերում, մեկ հիշեցում եմ բերում, որից հետո պետք չէր ընդհանրապես այլևս բոլոր կարմիր գծերի մասին հատատ խոսել։ Նիկոլ Փաշինյանը մի օր ասեց հարցազրույցի ժամանակ, թե ինչքան հիշում եմ Թուրքիայում, եթե Թուրան եք ուզում, մենք տալիս ենք։ Հարց Նիկոլ Փաշինյանի, Նիկոլ Փաշինյան, դուք Թուրանի քարտեզը տեսել եք երբևիցե։ Դուք տեսել եք, որ այնտեղ Հայաստան գոյություն չունի։ Եթե չեք տեսել հաջորդ ձեր այցելության ժամանակ Էրդողանի մոտ, ինձ գլխի վերևը կախած է։ Ուշադիր նայեք, Հայաստան չկա այնտեղ։ Չկա։ Այդպեսի Թուրան եք տալիս դուք իրան։ Ինչ եք տալիս։ Այսինքն այս խոսալուց հետո այլևս պետք չի ինչ որ բաներ նորից ֆիքսել։ Ինչ մնում է բանկերի, ֆինանսների, էկոնոմիկա, ժողովուրդ, ամեն ինչ ոչինչ է մեր համար։ Անձամբ իմ համար ես հետ կվերադառնամ 90-ականների ցուրտ, մութ օրերին, բայց կունենամ Արցախ, կունենամ հպարտ հայի կեցված եւ կունենամ ամեն ինչ պետք է հայի, որպես հայ գոյատևելու համար։ Ես չեմ ուզում ապրեմ կարակով, պանիրով, լավ շքեղ շորերով, լավ մեքենա քշելով, բայց թուրքական լիրայի տակ։ Չեմ ուզում։ Ինչ է պետք անել դրա համար, որովհետեւ այս ձեր ասած իմպիչմենտը առաջ գնա, պետք է գեներացնել փողոց։ Իսկ փողոցը չի գեներացվել, որովհետեւ ես առաջարկ եմ անում։ Առաջին նախագահ, երկրորդ նախագահ եւ երրորդ նախագահ։ Հրաժարվեք որևիցե մի պաշտոն զբաղեցնելու հավակնություն ունենալով եւ հայտարարեք դրա մասին էկրանին նայելով, ասեք որ ոչ մի դեպքում այլևս դուք ոչ մի դեպքում չեք զբաղեցնելու ոչ մի պաշտոն եւ դուք տեսնեք ոնց կգեներացվի փողոց։ Արսենին ուզում եմ մի բան հիշեցնել, հարգելի Արսեն, ես չգիտեմ իհարկե դու ինչքան ժամանակ քաղաքականության մեջ ես, բայց ես պետք է ասեմ, որ Սերժիկը ուղիղ 8 տարի առաջ երթվեց, այսօր նոր սահմանադրությունը այսօրվա Նիկոլի Հակոբոս կախածա, կարածա, որ ինքը երբևէ չի առաջադրվելու Հայաստանի վարչապետի պաշտոնին։ Երբ որ նա փոխում է սահմանադրությունը, որ դառնալ արդեն խորհրդարանական ոչ թե նախագահական երկիր, ինքը շաբաթը մեկ երաշխավորում էր, երթում էր Նիկոլի արևով, որ ինքը երբեք չի առաջադրվելու վարչապետի պաշտոնին։ Մինչև փետրվարի վերջ։ Երբ որ մի օր ասեց, հիշում եք, որ ես ձեզ ասում եի չեմ առաջադրվելու։ Խափել է։ Բայց շանը։ Եվ հասարակ քաղաքացին, որը չի սիրում Նիկոլ Փաշինյանին, նույնպես դուրս կգա։ Հասկացեք, դուք պետք է գնաք փոշակի, 3 նախագահներն են։ Եվ Սերժ Սարգսյան արդեն այդպիսի հայտարարություն արել է, որի համար շնորհակալություն եմ հայտնում։ Արսեն ջան։ Սերժ Սարգսյանն հենց հայտարարություններ արել։ Նոր ասացի չէ։ Հուսով եմ, որ ինքը կպահի իր խոսքը եւ չի վերադառնա ոչ մի ձևով այլևս ոչ մի պաշտոն։ Արա հո Նիկոլին անտես չի թողելու, այ եղբայր։ Չէ, երևում է նորա բլոգերության թվական։ Դրա համար ժողովուրդ ջան, ավելի ստապելու ժամանակն է եղել։ Իմ կարծիքով մենք իրավունք չունենք թույլ տալու, որովհետեւ մեր հազարամյա պատմությունների վերջին էջը ինչ որ մարդիկ, անհասկանալի մարդիկ կարողանան շրջել։ Եվ բոլորս մենք կլինենք նույնպես դավաճաններ Նիկոլ Փաշինյանի եւ իր խմբի հետ միասին, եթե մենք դա թույլ տանք։ Երբ որ մեր սերունդները արդեն Ամերիկաներում կարտնանան ինչ որ մի քաղաքում, իրանք մեր չեն ներելու, որովհետեւ մենք ունեցել ենք շանս եւ դրանից չենք օգտվել։ Քանի կան 3 նախագահների գործոնը, փողոց չի գեներացվելու, սա հիշեք։ Շնորհակալություն ձեզ։ Վերջ։ Այդտեղ համաձայն եմ, քանի կա այդ 3 հրեշի գործոնը, փողոց չի գեներացվելու եւ դրանք ամենամեծ հենքն են Փաշինյան Նիկոլի համար։ Ինչքան էլ որ ուզում է մեդիայում իրար հեր, մեր, քաչաչուն, ինչ ասես ասեն, մեկը քանի այդ 3 գործոնը կա, Նիկոլը հանգիստ է, Նիկոլը խնդիր չունի։ Այդ մի բան համաձայն եմ։ Էս ինչի ցույց տվեցի, ժողովուրդ ջան, որ նորից ցես հիշացնեմ, որ դրանց խոսքերը 0 կոպեկ արժեն, քանի իրենց կուսակցություններով, խմբակցություններով նստած են խորհրդարանում։ 0 Որովհետև մանավանդ քրիստոնյաները պետք է իմանան, չէ՞, Աստված ասում է մարդու գործերին նայ, ոչ թե խոսքերևս։ Գործը ցույց տու, որ դու հեռանում ես, թողում ես նա անտեր։ Գնացեք արա, գնացեք խորհրդարանից։
Բայց Սերժիկը ոնց կգնա։ Սա Սերժիկի կազերն է։ Ես ինքս հասարակության այն շերտից եմ դուրս եկել, որի ձայնը չի լսվել։ Լսեցիք։ Ինքը այն շերտից է դուրս եկել, որի ձայնը չի լսվել, իր ձայնը չի լսվել։ 16 տարեկանում արդեն հանրապետականների համար էր աշխատում։ Ես կարդամ Բորիսին լավ է գրել։ 16 տարեկանում համալսարանում սովորելու զուգահեռ Ավանի հանրապետականի թաղապետի խորհրդականն է եղել։ Թաղապետի խորհրդականն է եղել 16 տարեկանում, դուք պատկերացնում եք ինչ բազմաբովանդակ խորհուրդներ ա տվել հանրապետական թաղապետին, հա։ Ավան վարչական շրջանի քաղաքաշինության եւ հողագործման բաժնի պետ է։ Հանրապետական Կարեն Վարդապետյանի աղջիկն է։ Սա հանրապետական Կարեն Վարդապետյանի աղջիկն է։ Փաստորեն, որը իմիջիայլոց այդ հայրը խարդախության համար քրեական կուրս կավեր։ Բայց բնականաբար հասկանում եք, չէ՞։ Հանրապետականի խարդախը գողը բանը խարդախ չի։ Ու սենց գիտեք ինչքան հանրապետական կադրեր կա Փաշինյան Նիկոլ իշխանության մեջ։ Ամբողջ հանրապետականը, չասեմ ամբողջ հանրապետականը, բայց այն չխանձած խոզից սկսած, այն Վահագից սկսած, միջև այն էլով կար դրանց մեջ, Կոնջորյան, ընդեղ էլով կար այդ հանրապետականներիցին։ Լիքսեն է մի խոսքով, անուններով չհիշեմ հատած, նրանք արժաններ չեն, որ ես իրենց հիշեմ, բայց հանրապետականը դեռ նստած է, հանրապետականն է նստած, ՀՀՇ-ն էլ անդե նստած, ավելի կարևոր տեղ է, չնայած Հայաստանի գլխավոր դատախազ, պատկերացնում եք, Հայաստանի գլխավոր դատախազն աշխատում է հիմա մեկը, որ ՀՀԿ-ական թաղապետի խորհրդականն է եղել, հենը հանրապետական է եղել, խարդախության համար քրեական գործ կա վրան, ու ինքը այն շերտից է, որի խոսքը չի լսվել։ Աղջիկը թաղապետը խոսքը չէր լսում, թե այդ պահին հարմար չէր քեզ լսել։ Նայած դու որ պահին ես ախր խոսքը ասել, կամ այդ ինչ ես ասել ու չի լսել։ Տեսնենք այդ շերտից է։ Ու գիտեք, sense վստահ դեմքով խոսում է, վստահ լինելով հանրապետության զգալի մասը օպտիկա լսի դա։ Կամ հիշողություն չունի, կամ անգրագետ է, կամ էլ ասեմ չի լսել։ Բորիս Մունազին չի կարդում, կամ ինչ չի լսելու, որ դա վեր հիշի։ Ովա ինքը, դրա համար եմ ասում ժողովուրդ ջան, այս հաղորդումների տարածումը սրանց համար նույնքան վտանգավոր է, ինչքան ազգային շարժումը, ցանկացած։ Ուզում եք օգտակալել մեր պայքարին, տարածեք, ես ուրիշ բան չեմ ասում, մի բառ գրեք, տարածեք, սա ինֆորմացիոն պատերազմ է։ Հաղթեցինք ինֆորմացիոն պատերազմը, մնացածը տեխնիկայի հարց է, վարկվեցինք, կպարտենք։ Մենք սա մասին արդեն խոսել, հա, սա մասին արդեն խոսել ենք, այս ռազմական բյուջեի կրճատման մասին, ես ոնց որ դեպի։ Այ, լսենք մեր իրանցի բարեկամներին։ Նայենք։ Այսօր հրաժեշտի ասուլիսում խոսելով Թրամփի ուղու մասին շեշտեց. Թեհրանի համար դեռ կան անհասկանալի պահեր, ապա պարզաբանեց խոսքն այն մասին է, թե ինչ լիազորություններ է ունենալու ստեղծվելիք հայ-ամերիկյան ընկերությունը։ Անհասկանալի են ճանապարհի օպերատորի կողմից իրագործվող գործողությունները, դրանք մեզ համար անհասկանալի են, մանրամասները հստակ չեն։ Խոսքը այն քննարկումների մասին է, որի արդյունքում պետք է համատեղ ընկերություն ստեղծվի, որը միևնույն ժամանակ ներգրավելու է ներդրումներ։ Այս մասին որևէ մանրամասն հստակ չէ։ Ասում եք, չէ, սրանքից մի հատ կաշա են ստեղծել։ Անես մի հատ sense բան է ստեղծել, ոչ մեկին պարզ չի։ Գնացել են խապել, որ հաստատ ձեզ չի վտանգում։ Հիմա պարզ ասում են, ապա մեզ համար բան չի, հստակ չի։ Իսկ եթե հստակ չեղավ, առհա ձեր բախտից մի բան դեք շարժվի։ Իրանի քթի տակ, թե միջև վերջ իրանց հստակ լինի, թողեն դուք ինչ-որ մի բան անեք։ Հիշում եք այս նույն դեսպան ինչ ասեց։ Ասես ձեր համար գերեզման կդառնա այնտեղ։ Այդ իր բառն եմ ասում, իմ բառը։ Խոսելով Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ճանապարհների ապաշրջափակման պայմանավորվածությունների մասին, Սոբհանին հիշեցրեց այն 5 սկզբունքները, որոնք ամրագրվել են համատեղ հայտարարության մեջ։ Դեսպանը մանրամասնեց այդ սկզբունքներն են ազգային ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, իրավազորությունը, սահմանների անխախտելիությունը եւ փոխադարձությունը։
Մեհդի Սոբանին հատուկ շեշտադրեց փոխադարձության սկզբունքը, մանրամասնելով, որ եթե օրինակ Նախիջևանը Հայաստանի տարածքով կարող է կապ հաստատել Ադրբեջանի հետ, ապա փոխադարձաբար Հայաստանը Երասխի եւ Ջուլֆայի միջոցով պետք է կարողանա կապ հաստատել Իրանի հետ։ Եթե ադրբեջանի քաղաքացիները Հայաստանի տարածքով կարողանան հասնել Ադրբեջան, այդ նույն իրողությունը պետք է նաև Հայաստանի քաղաքացիների համար լինի, որ Հայաստանի քաղաքացին կարողանա Նախիջևանի միջոցով նաև Իրան գնա։ Բնականաբար, եթե բոլոր երկրները կարողանան օգտվել այդ տրանսպորտային հնարավորություններից, դա կբխի բոլորի շահերից։ Եթե դա բխի բոլորի շահերից, ոչ ոք դրան դեմ չի լինի։ Բայց Ադրբեջանը ու Թուրքիան չեն եկել ինչ-որ մի բան անել, որ դա բոլորի շահերից բխի։ Անդրադառնալով հնարավոր ռիսկերին, իրանցի դիվանագետն ընդգծեց, ռիսկը կլինի այն դեպքում, որ այդ նախագծի մի մասը իրագործվի, իսկ մյուս մասը ոչ։ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջև օգոստոսի 8-ին ստորագրված հռչակագրում ամրագրվել է, որ Հայաստանն իր տարածքով անխոչնդոտ հաղորդակցություն է տրամադրում Ադրբեջանին Նախիջևանին միանալու համար, իսկ Հայաստանը ստանում է միջազգային ու ներպետական հաղորդակցության փոխադարձ առավելություններ։ Քանի որ ծրագրի անունը խաղաղության խաչմերուկ է, եթե ճանապարհի մի հատվածը օգտագործվի, իսկ մյուս մասը ոչ, ռիսկերը այդ դեպքում կլինեն։ Բոլորը պետք է կարողանան այդ խաչմերուկից օգտվել եւ այդ ճանապարհներով իրենց երթևեկությունն ապահովված լինի։ Հեռացող դիվանագետն այսօր խոսեց նաև Հայաստանի եւ Իրանի միջև պաշտպանական ոլորտում զարգացող հարաբերությունների մասին։ Արձանագրեց 17 տարվա ընդմիջումից հետո առաջին անգամ Հայաստան ժամանեց Իրանի պաշտպանության նախարարը։ Մեհդի Սոբանին շեշտեց, թե Հայաստանի հետ համագործակցությունը պաշտպանական ոլորտում որևէ այլ երկրի դեմ չէ, այն Հայաստանի պաշտպանական հնարավորությունները ամրապնդելու համար է։ Իդեպ հրաժեշտ տալով Հայաստանին, Իրանի դեսպանը նշեց, որ հեռանում է լավագույն հիշողություններով, ապա խոսքն ավարտեց 14-րդ դարի իրանցի բանաստեղծ Հաֆեզ Շիրազիի խոսքերով։ Ով Զեփյուր, եթե անցնես Արաքսի գետի ափով, համբուրիր նրա հողը եւ թարմացրու քո շունչը։ Եվ այսպես Սա Գուրգեն Մակարյանն է, մեր զինվորականը, որը սպանվեց Հունգարիայում քնած ժամանակ իր գործընկերոջ ձեռքում։ Զինծառայող Ռամի Սաֆարովի։ Սա թուրքական ադրբեջանական ձեռագիրն է, որ առ այսօր անփոփոխ է, թե պետական քարոզչական մակարդակի վրա, թե կրթական մակարդակի վրա, թե ընդհանրապես քարոզչության բոլոր շերտերի վրա, ու դրան հավատում է մի ամբողջ 7 միլիոնից 10 միլիոնից արդեն երկիր։ 10 միլիոն երկիր, 10 միլիոնից մի երկիր, բոլորը երազում են, որ իրենք էլ դառնան Ռամիլ Սաֆարով, տեսեք, իրենք էլ դառնան։ Եվ նույն ժամանակ Հայաստանում ոչ թե միայն չեն զինվում, այլ արդեն կրթական մակարդակի վրա, արդեն պետական մակարդակի վրա, այսուհետ չի տրվելու գումար որևէ ծրագրի, որտեղ հավակնություններ կան, հիշողություններ կան կապված պատերազմի, Ադրբեջան, Հայաստանի, ԱԼԿ-ների, մի խոսքով, մեր ինքնության հետ, անցյալի հետ։ Մեզ ասում են, ուզում ես քեզ փոխտան, պետք է մոռանաս, դու չխոսացնես։ Խոսացի դրա մասին կզրկվես ամեն ինչից։ Ներկայացումները չեն կայանա, չեն բեմադրվի, գրքերը չեն տեպագրվի, միջոցառումները չեն հովանավորվի, վերջ։ Այսինքն դա ցենզուրա այն բaragային, որ թրքնամի երկիրը իր մոտ հակառակն է անում։ Ուսա ներկայացում է որպես ինքնիշխանության ամրապնդում, խաղաղության դեպի խաղաղություն քայլ։ Թշնամին զինվում է, քարոզչությունը թշնամական գնում է, որ գալու է քեզ մորթելու, սա ասում են, չէ, ոչխարի կերպարը, որը չի պաշտպանվում, պաշտպանվելու գործիքներ չունի, չի խոսում դրա մասին։ Ամենաճիշտ տարբերակն է։ Լսենք այս փոքրիկ քննարկումից մի ասենք փոքրիկ չէ, երկար քննարկում է, բայց մի քանի հատված, որ դուք պատկերացրեք ինչ է կատարվում։ Լսենք։ Անհրաժեշտ է արդյոք Հայաստանի Հանրապետության այս հայեցակարգը եւ ինչի մասին է այն ըստ ձեզ։ Գաղափարը հրաշալի է, հայեցակարգը սարսափելի։ Այսինքն որ պետք է հայաստանցին առաջնահերթ կենտրոնանա Հայաստանի վրա, լավ կլիներ եւ այլն։ Բայց այն ինչ որ գրված է, դա
անտիուտոպիկ գրականության հիմք է, որ վաղը հավանաբար կհրապարակվի այս տիպի բաներ։ Ինչ վատ է, ապա թշնամայնացում կամ ապա մարդկանցման։ Պետք է լինի պարտադրանքի կամ փողի խրախուսման ուժով։ Հասկանում եք, biz փողի խրախուսման ուժով ապա թշնամայություն են, ինչ վատ բան կա։ Դե բնականաբար Factor TV, որի արմատուն ֆակտն է, Factor TV-ն իր Ռոբերտ Անանյանով, Նիկոլի Մեդիան, ինչ վատ բան կա, ապա ոչ մեկը ընկերներից 5 հոգուց, չնայած այս մասը անդիմադիր մասն է, ոչ մեկ չասեց, հələ դուք հիմար չեք։ Այն մյուս երկիրը թշնամությունը սովորացում մանկապարտեզից երեխեքին սովորացում է, որ հայը պետք է սպանվի, վերջ, աղբեր, հայը հետ ուրիշ տարբերակ չկա, իսկ ինչ վատ բան կա, ապա թշնամանալու։ Ռոբերտ Անանյան ոչ մի վատ բան, ոչ մի, եթե ագրեսորը քո ժողովուրդն է, դիմացին նախարարություն ուզում, երևի։ Եվ ընկերներս ստիպված բացատրում են, տեսնենք ոնց են բացատրում։ Ինչ խնդիր ունի, այսպես կարճ չեմ կարող խոսալ, պետք է մի քանի այսպես Ցարական Ռուսաստանից սկսած առաջին հանրապետություն, երկրորդ հանրապետություն, առնվազն 98 թվականից այս կողմ մենք ունեցել ենք, կարող է 90-ականների սկիզբն էլ այդպես եղել, այդ մասում լավ չեմ հիշում։ Մենք անընդհատ ունեցել ենք երևույթ, որ պետությունը գնում է մտավորականի կարծիքը։ Ոնց? Շատ կարևոր է։ Ուսիկարային գրանտ է տալիս, Անտարեսին է տալիս գրանտ, Գուրգեն Խանջյանի համար տալիս է, իսկ Հրաչ Սարիբեկյանի համար չի տալիս, կամ են հակառակը։ Որևէ նկարչի ցուցահանդես կարելի է նկարիչների միությունում անել, մյուսինը չէ։ Պետությունն ասում է, ես չեմ ֆինանսավորի Վրեժի պատերազմի։ Այո, ինքը ասում, այսինքն կստացվի, որ ովքեր իրական Հայաստան չեն քարոզում, նրանք հավասար են, իսկ իրական Հայաստան քարոզողները ավելի հավասար։ Շնորհակալ եմ։ Լսենք պարոն Հուսիկարային, որն է ձեր տեսակետը։ Хватит быть нищим։ Ուրեմն նախ մենք նայենք, արդյոք մեր գրականության մեջ կա պատերազմ քարոզող, պատերազմ խրախուսող ստեղծագործություններ կարող են գտնել։ Նայենք 44-օրյա պատերազմի ժամանակ գրված ստեղծագործությունները, դրանք կարելի է համարել պատերազմի քարոզ, երբ ցավը ողբերգությունն ես ներկայացնում կամ դրանից առաջ գնանք, ասենք անգարելի զանգակատունը կարող ենք մենք դիտարկել որպես պատերազմի քարոզ։ Այդպես հերթով չթվարկեմ, էլի, ասենք որն են կոնկրետ, որն է համարում պատերազմի քարոզ, որն է համարում ոչ քարոզ։ Եվ աշխարհում շատ քիչ գրականություն, գուցե նաև չգտնենք, որ պատերազմ ուղղակի քարոզ է, անգամ Հոմերոսը իրականում դա հակապատերազմական գործեր են։ Ասենք մենք էլ մեր գրականության մեջ եթե ստեղծել ենք, ամբողջը հակապատերազմական է եղել։ Բայց Նիկոլի համար դա չի վտանգավոր է, որ քո հակապատերազմականը դու խոսում ես պատերազմի մասին, մարդկանց հիշացնում ես պատերազմ, ոսես բան ա եղել։ Նիկոլը դրանից է սարսափում, ասում Նիկոլը չէ, Նիկոլի տերերը, դու պիտի մոռանաս։ Դու պիտի մոռանաս, մինչև 67 թիվը ոնց է մարդիկ չեն խոսում ցեղասպանության մասին։ Նիկոլ չէին խոսում, բայց մոռացել էին ցեղասպանությունը։ 80 տարի դաշնակցական երկերը ոչ մեկ չէր երկել։ 1978 թվականից ամբողջ ազգը մեկ էլ սկսեց այդ դաշնակցական երկերը երկել։ Այ իդիոտ, քեզ թվում է մարդը չի երկելով, չխոսալով։ Մոռանալ, հա։ Թե քեզ դրա համար են փողը տվել, ու վերջում էլ ասում է սրանց քպեական ներկայացությունը։ Դե 10-15 տարի հետո մարդիկ կմոռանան դրա մասին, ասում է։ Բա Այստեղ եթե գնահատականները տանենք ավելի սուր դաշտ, ուրացում եւ այլն, նման ածականներ են օգտագործվում հաճախ, ինչ կասեք այս մասին։ Ես չեմ նկատել, որ ուրացման կամ մոռացության ինչ որ քարոզ է տարվում, այսինքն դա ավելի շատ աղմուկից ստեղծվող, հա, այդ կեղծ աղմուկից ստեղծվող ցանկությունն է ամեն բան հակադրելու, ինձ համար չկա նման հակադրություն եւ ուրացման մասին խոսք չկա։ Հասկանում եք, ինչ որ արվում է, ուրացում չի դա, իսկ աղմուկը դա շուտ կեղծ է։ Գրականագետ դրա համար էլ քպեական հետ կազմելա միսկորնի վրա։ Ես անցյալ ունեմ, ես չեմ ուրանում իմ անցյալը, բայց իմ հայացքը ուղղում եմ դեպի ապագա եւ իմ հետագա բոլոր քայլերը կատարում եմ ըստ այդ կետից ելնելով, մի փոքր ավելի սթափ ու զգոն գործելով, ուրացման մասին ես գոնե որևէ բան չեմ կարող ասել, որ նկատել եմ։ Կվերադառնանք Տիկին Պետրոսյան, ինչ եք դուք մտածում։ Այսօր բոլոր խոսողները անդրադարձան հիմնականում այդ նախագծի մանրամասներին, ես ուզում եմ ըստ էության անդրադառնալ։ Այդ նախագիծը
որը եթե ընդունվի դառնալու է ոնց հասկացա օրենք, չէ, կառավարության ինչա դառնալու։ Բայց կառավարական մակարդակով։ Դա խոսում են մասին փաստաթուղթ կառավարության Դա խոսում են մասին, որ եթե անգամ չընդունվի, այդ փորձը անգամ խոսում են մասին, որ Հայաստանը փափուկ, բայց հետևողական քայլերով գնում է դեպի տոտալիտարիզմ։ Որտեղ ես ասեմ, գրաքննության մասին է խոսքը, հստակ է, այդ կարծեմ ոչ մեկը չի ժողտո, բայց գրաքննության տարբեր ձևեր կան, կա գաղափարական գրաքննություն, որը ավելի տարածված է, դսկիսա, ավտորիտար նույնիսկ երկրներում, բայց էսթետիկ, գեղագիտական գրաքննությունը ամենածայրահեղ ձևն է գրաքննության, ասեմ որ շատ քիչ է պատահել պատմության մեջ, իմ հիշողության մեջ ես հիշում եմ դա կար օրինակ սովետական միությունում, իմ ժամանակ արդեն չկար, արդեն մի քիչ ջնջվել է, բայց հիշողությունը կար, Ստալինի ժամանակ եղել է, որ գրողներին ոչ թե այս բովանդակի, նույնիսկ ըստ ոճի, ասենք իրանց ըստ գեղագիտության հանել են։ Օրինակ Կավկան համարվում էր ինչ որ սխալ ոճի գրող, ես հիշում եմ ոնց մտավ ինքը արդեն վերջում, երբ որ արդեն բացվել։ Հիմա ես դրա համար սա ուզում եմ ասել, որ սա գիտեք ինչ քննել մանրամասները դրա իմաստիպած ես էլ գուցե անդրադառնամ, բայց ըստ էության է մերժելի այդ մոտեցումը, հա, որտեղ դա փափուկ ճիշտ այնտեղ չի ասում արկելեր բան, բայց փաստացի գրաքննություն է, որովհետև եթե դու ամբողջ գումարները տալիս ես սրանցերը, բարձրավոր են շատ քիչ մարդ կլինեն մի քանի հոգի, բայց ընդհանուր դու կպարտադրես այդ կոնցեպցիան։ Եվ մի կարևոր բան եմ ուզում ասել, ամեն դեպքում ստիպված ես էլ պիտի մանրամասնեմ։ Տեսեք դուք ասեցիք այնտեղ դատապարտվում է, ոնց ասեցի, պատերազմի եւ վրեժի, ոչ թե դատապարտվում, այլ պետություն չի ֆինանսավորում, բայց մի բան էլ է հիշում, որ ավելի ինձ համար սարսափելի է։ Այնտեղ խոսվում այն մասին, որ մեզանում ավելի ընդունված է եղել այդպես վշտի, ոնց բառացիկ, չգիտեմ, վշտի եւ ցավի ողբերգության այսպես բանը ազգային մեջ։ Եվ մենք պիտի դրա փոխարեն հիմա ավելի գնանք դեպի ուրախության, կենսուրախության։ Նայեք, ինքնին ուրախությունը, կենսուրախությունը վատ բան չէ, բայց երբ որ դու հասկանում ես երբ եւ ինչ կոնտեքստում է դա ասվում, հասկանում եք հիմա ինչ է, մենք պարտություն ենք կրել, մենք Արցախն ենք կորցրել, մենք այդքան զոհեր ենք տվել, մենք մեր այն նույնիսկ այն հին զոհերի, որ հաղթանակ էին բերել գոնե արյունը լրիվ ջուրը չէր ենք հաղթանակ էին, նույնիսկ այդ ասում ես Արցախյան ամեն ինչը սխալ էր, անիմաստ էր, այդ հաղթանակը մեզ պետք չէր, փաստորեն դա նշանակում է դու այդ հիմա եւ դու հիմա ասում ես ուրախանանք, հա, դու փաստորեն, այսինքն ոնց կարող է հայ գրողը դա չհիշի իր երկրից ինչ է կատարվել եւ բնական պարտությունից հետո բնական պիտի տիրապետողը ցավը լինի, ոնց կարող է դու փաստորեն դու պիտի դա իմ կարծիքով դա ոչ միայն գեղագիտական բան է, դա բարոյական խեղում է կատարյալ, չէ, բայց դա ես բան չէ, մենակ այստեղ չէ, էլի երևում էր, չէ, Նիկոլ Փաշինյանը ասաց, որ բան է մեր փաստորեն լավ է որ մենք պարտվեցինք, որտեղ դրանով մենք անկախություն ձեռք բերեցինք։ Դա մի սարսափելի բան է եւ դա խեղում է եւ չգիտեմ ես իրական Հայաստանի պատմական հաստատությունն եմ ասել։ Նույն բանն է, փաստորեն Արցախը դուրս է գալիս։ Տեսեք ինչ է դուրս գալիս։ Եթե դու այդ կադաստրի բանով ես որոշում, Արցախը դուրս է գալիս պատմական Հայաստան, արդեն դարձավ, չէ, դարձավ։ Այսինքն եթե ես հիշեմ Արցախը, ես հիշեմ իմ հաղթանակը, այդ նշանակում է ես պատմական ինչ որ սխալ բաներ եմ անում։ Դա մի սարսափելի բան է եւ դա ես ֆինանսի խնդիր չունեմ, ես բանաստեղծ եմ, չէ, ուզում ասեմ բանաստեղծ եմ որ գրնամ, բայց եւ ինձ էլ չի ստանում, ինձ չեն կարող լվեցնել այդ հաստատը, բայց Հայաստանում կկատարվի բարոյական խեղում, որովհետեւ այն դեպքում կգտնվեն մարդիկ որոշակի պատճառներով իրենք կգնան այդ ուղղությամբ եւ ասեմ որ սենց բան չգիտեմ, այսօր աշխարհում որտեղ կա։ Շնորհակալ եմ։ Այ եկեք գործնական հարց տամ, հետո այս կողմից կարող Հարգելի գործընկերներ, մեր ամենամեծ սկզբնակետի խնդիրը այն է, որ մենք դիտում ենք հակադրության մեջ։ Մենք չենք հակադրել երբեք իրական եւ պատմական Հայաստանները։ Երբեք չի եղել խոսույթ, որ պատմական Հայաստանը պետք է մոռանանք, պետք է չցավանք, չողբանք եւ այլն եւ այլն։ Չի եղել նման խոսույթ։ Պարոն Տիկին Մարտիրոսյան, նորություն Պետրոսյան։ Ես ինձ թվում է այդ մեղադրանքին արժանի չէի համենայն դեպս։ Իրական Հայաստանի գաղափարախոսությունը հիմնված է պատմական Հայաստանի վրա։ Եվ մենք գիտենք, որ հենց ամբողջ խնդիրը նրանն է, քաղաքականությունները ցիկլիկ կրկնվել են, եւ մենք ուզում ենք այդ շղթան կոտրենք։ Հասկացեք։ Փաստորեն ցիկլիկ կրկնվել է մեր պատմական Հայաստանի պատմությունը, իրանք այդ շղթան կոտրում են, ասկան ցեղասպանելով Հայաստանը, իրանք շղթա են կոտրում։ Եվ այս ԿՊԱ-ական է սուսապարկը որոշել է, որ իրանք իրավունք ունեն, հազարավոր երեխեքի տանել սպանեն, երկիրը վաճառեն, ամեն ինչ անեն ու իրանց թվում է իրանք ինչ որ իրական Հայաստան են ստեղծում, ընդ որում ցանկացած մեկը ժողովուրդ, որ կլսի իրական Հայաստան բառը, դա դավաճանության փաստագրման մասին է։ Նիկոլի ասած իրական Հայաստանը դա դավաճանության, համակարգային դավաճանության փաստագրումն է։ Իրական Հայաստան եւ դավաճանություն սրանք հոմանիշներ են։ Լավ կներես մեր ընկերները, որ սու բանավիճերի մեջ էին, իրակ ասեն, որ քո այսօր ցույց տված իրական Հայաստանը, որ դու մեզ պարտադրում ես, դա քո դավաճանության հետևանքն է, դա Հայաստանի հետ կապ չունի։ Վաղետ իրական Հայաստան դու պատրաստ ես էլի փոքրացնես, որտեղ հենց դու ես ասում ես, մենք պետք է տարածքներ տանք։ Դա քո դավաճանության արդյունքն է, կապ չունի։ Հիմա սրանք որոշել է, այս եթիմները
Պատմական ցիկլներ են կրում։ Այսինքն այսպես տիեզերական մասշտաբի բանը փիլիսոփաներ են, որ հաշվել են Հայաստանի պատմական ցիկլերը, ու իրանք որոշել են, որ sense պարտացնելով երկիրը կապիտուլյացիայի տանելով, կոտորելով, սպանելով, կոռուպցիայի մեջ, հանցագործությունների մեջ հաղելով, իրանք ցիկլ են կոտրում ու պատմական միսիա է սա։ Յոթ, սա պետք է տարածվի հաղորդումները։ Ձեր սրանց նայում են։ Մենք այդ շղթան կոտրում ենք հիշելով այն ինչ որ տեղի է ունեցել եւ դասեր քաղելով այդ նույն պատմությունից, մեր ողբերգություններից եւ մենք փորձում ենք այդ շղթան կոտրենք, ասենք ժողովուրդ ջան, սիրելիներս, եթե մենք ուզում ենք ապրենք, գոյատևենք, հարատևենք 29743 քառակուսի կիլոմետր տարածքում որպես պետություն, մենք պետք է ունենանք բարդրիացական առնվազն հարաբերություններ մեր հարաբերությունների հետ։ Բա արդեն տարածքը որոշել է, ինչքան է, ու մենք պետք է ունենանք բարդրիացական հարաբերություններ Հայաստանի արևանների հետ։ Թշնամին օրագրից երեխեք օրագրի նկարից սկսած ունե նկարածը հային ոնց են սպանում ու ինքն ասում է դու պետք է գնաս Հայաստանում ապրես դա քո տարածքներն է սրանք մեզ խոսքով նախապատրաստում են մորթելուն էլի սա Գուրջիևի բան կա չէ առակ ունի ոչխարների մասին ես կարելի անգամ պատմել եմ այսօր չկրկնում եմ Google-ում կարաք նայեք Գուրջիև ոչխարների մասին առակ ունի երբ որ կախարդը բացատրում է բոլոր ոչխարներին հատ որ են կողքին հետ մորթելու ենք բայց դες վնաս չի սպառնում այնա հանրակ ոչխարը դա ալվում է քո փրկության համար եւ բոլոր ոչխարները նայում են դեն կողքին ոչխարներին ոնց են մորթում վստահ լինելով որ դա ալվում է իր անվտանգության համար իրան դա չի սպառնում ու դա ասվել է ցան հատ բոլոր ոչխարների սա Գուրջիևի առակն է 150 տարվա պատմություն ունեմ մոտավորապես կամ 100 Սա հիմա իրականացնում են մեր նկատմամբ մարդիկ Կալեմ այս կողմից ով է ուզում Ես շատերություն ինձ հետո պարոն Մարտիրոսյանը բայց հետո ուրեմն սխալ ենք հիշում ես ու այդ ամենակարևորը ինձ ոչինչ որ ինչ որ սխալ մեղադրանքներն են այդ ոչինչ բայց ամենակարևորը իմ ազգին եք սխալ դուք ասում եք մենք ցիկլի մեջ ենք ընկել եւ անընդհատ այդ պատմական հիշելով վատ բանի ենք հանգել չէ դա եք ասում Ինչ պատմականը հիշելով ասում եմ մեր պատմության պատմական Հայաստանի քաղաքականությունները պետական ոչ պետական լավ քաղաքագիտական մշակույթը եղել է ցիկլիկը օրինակ միշտ եղել է Հիվանդը աղջի դու ո՞րտեղ ես տեսել Հայաստանի պատմական քաղաքականություն Հայաստան պետություն չի եղել որ դու քաղաքականություն ունենաս Այդ քո իդիոտների խոսքերը որ եկել այդ տգետ այ ուսապարկ որ կրկնում ես քեզ որ հարցնել մի հատ կարաս ասես ոչ փուլի քաղաքականության մասին է խոսքը Թիմ ասա մի հատ այ դեպի մեր մոտ sense ողբերգությունից հետո նոր փրկիչի փնտրություն Փրկիչի փնտրությունից հետո Ու սա փրկիչի փնտրություն սա հայերեն խոսալ չգիտի ողբերգություն փրկիչի փնտրություն Տայ ու սապար կարա ոնց վայ ես վայ բերած ոնց անա 18 պլյուսը եւ վերածվի սա Փրկիչի փնտրություն Աղջի այ դեբիլ Դա եղել ազգային ազատագրական պայքար։ Դա չի եղել փրկիչի փրկություն։ Փրկություն։ Դες բանը չկա Հայաստանում, հայերենում դες բառեր չկա։ Ողբերգություն, հետո փրկիչի փրկություն։ Մարտավի դեպ փրկիչը պետք է մեզ ընդդեմ ինչ որ մեկի լիներ եւ այդ ընդդեմ ինչ որ մեկից հետո մենք հավերժ ողբացել ենք այն Ընդդեմ ինչ որ մեկի։ Այ ուսապարկ Անդեմ ինչ-որ մեկի չի եղել, դա քո գաղութ թալանի դեմ է եղել։ Թուրքն է եղել, օսմանցին է եղել, սելջուկն է եղել, պարսիկն է եղել, արաբն է եղել, բյուզանդացին է եղել, ով եղել է։ Ռուսն է եղել, էական չի։ Ասում է, դա ցիկլից մենք պետք է դուրս գանք։ Մենք պետք է դուրս գանք։ Չէ, ինչ բան։ Ինչ ապստամբություն, ինչ բան։ Չէ, բայց կոտորը վերջացել էլի։ Այդ հայերը չէին ֆայմում կոտորվեին պրծնեին։ Մատները ոնց չեր անցել ոչ մեկի, որ կարելի է ընդհանրապես արա մերն է պրծնել։ Ասեմ այն ինչը մենք չգիտեմ քանի արձագանքեք չէ ուրեմն Արցախյան շարժումն եմ ուզում ասել որ վերջին բաններ որ պատմականի հետ ամեն դեպքում կապվում էր ինչ իհարկե լրիվ պատմական չէր Արցախը դեռ կենթանի այնտեղ բայց կապվում էր եւ մենք ոչ մի դրսին ինչ որ չեն կապավին ոչ մի բան մենք հիշել ենք
սովետական միությունը արդեն քանդում է, ճիշտ է հստակ չէ որ քանդել, բայց մենք Արցախյան շարժումը պետականության մեր անկախության հիմքն էր։ Ամենամեծ մեղադրանք աններելի մեղադրանքը Նիկոլ Փաշինյանը հակադրում է, ասում Արցախյան շարժումով մենք անկախությունը կորցրինք եւ Արցախյան շարժումից հրաժարվելով մենք անկախացանք։ Դա ամենամեծ սուտն է։ Իրականում ձևակերպումը շատ սխալ է։ Դուք Նիկոլ Փաշինյանը հաստատել համոզվեցիք։ Ուրեմն մենք Արցախյան շարժման ժամանակ մենք ամենասկզբից պաշտպանել ենք մեր հայրենակիցների արցախցիների իրավունքը, ինքնորոշման իրավունքը, այնտեղ չի եղել ոչ մի պատերազմի կոչ, ոչ մի հակադրբեջանական։ Ես եղել եմ այդ ցույցերին, մասնակցել եմ 88-ին, հա, ես չափահաս եմ եղել։ Այնտեղ եղել է ինքնորոշման իրավունք, երբ որ այդ իրավունքը Մոսկվայի կողմից, իհարկե նաև Բաքվի կողմից, բայց այնտեղ ամեն ինչ այն ժամանակ սովետական միությունը Մոսկվան էր որոշում, մոժվել է այդ իրավունքը։ Ամբողջ Արցախյան շարժումը Մոսկվայի դեմ էր, այսինքն ըստ էության, չտասկզում չէր ձևակերպվում որպես անկախական շարժում, բայց ըստ էության հայոց անկախության շարժումն էր։ Եվ այդ շարժումը հաղթել է, մենք անկախացել ենք։ Իհարկե սովետական միությունը առանց մեր շարժման էլ քանդվում էր, բայց եթե պարզապես քանդվեր, մենք բովանդակային առումոտային առումով չէինք անկախացած լինի։ Մենք դեռ մինչև սովետականության քանդվել Արցախյան շարժում անկախացել ենք, որտեղ մենք մեր հարցն ենք դրել, մեր հարցի հետևից մարդիկ գնացել են ինքնակամ եւ բանակ չունեն, իրենց կյանքն են զոհել եւ այդ պատերազմը մենք երբեք պատերազմի կոչ չենք արել։ Պատերազմը սկսել է Բաքուն, սկսել է Ադրբեջանը, բայց մենք այդ պատերազմում հաղթել ենք եւ այդ հաղթանակը ամենամեծ բանն էր, որ մենք ունեինք։ Եվ այդ հաղթանակն է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը գցեց ջուրը։ Եվ ոչ միայն գցեց ջուրը, ասենք կարող ես ասել ստիպված պարտվեց, բայց հետո ասեց, որ այդ հաղթանակը լավ բան էր, որ մենք այդ ներողություն, պարտությունը ասեց, ներողություն արդեն լեզու չի գնում, որ բան ասեմ, բայց սխալ բառեր ինքը ասեց, Նիկոլ Փաշինյանը ասեց, լավ է, որ մենք պարտվել ենք, որտեղ այդ պարտության գնով մենք անկախություն ենք ձեռք բերել։ Այսինքն այդ մեր ամբողջ հաղթանակը անթանակի զոհերի արյունը ջուրը լցրեց եւ կեցե մեր պարտությունը, դրանով մենք անկախացել ենք։ Եկեք տիկի Պետրոսյան, Սխալ, ուսապատ կխառնվել է, սխալ բառեր եք ասում։ Այ ուսապատ գնա շեֆիդ լսի ինչա բալբաճում։ Դուք չեք զգում դուք վերջացած եք։ Այդ դուք շատ լուրջ եք, ձեզ ընդունել։ Այդա մի հայ էլ մնա երկրագնդի վրա։ Դուք իրավունք չունեք այս լրջությամբ ես ինքնավստահությամբ ապրելու։ Մի հայ էլ մնա։ Եթե կարողանաք սաղին գյուլ եք, սաղին վերացնեք, ավտոմատով մտնենք բոլոր բաներին, սպանեք, մի հայ էլ մնա, դուք իրավունք չունեք այս վստահությամբ լուրջ ընդունած դեմ ապրել։ Մի հատ բան ասեմ էլի, եթե այս հայեցակարգը ուղիղ գործի ու հայեցողական բաներ չլինեն, մոտեցումներ չլինեն, ապա Կոմիտասի թանգարանը էլ չպետք է ֆինանսավորվի։ Որովհետև Հայաստանի մասին չի։ Հասկացաք։ Իրական Հայաստանում չի ծնվել, խորհրդային իրական Հայաստանում։ Ես հասկանում եմ, որ ճիշտերը դրել են, որ իրանք այդ տեսնեն փոխեն։ Գրոտեսկ ենք անում, ինչ որ գրոտեսկ է։ Ողորմելի չկա։ Ինչի համար որպես անում։ Ինչի համար, որպեսզի ավելի սուր հնչի այն քննադատությունը, որը հիմնականում հիմնված է քաղաքական մտքերի ու քաղաքական մտածողության վրա։ Լսեցիք, այս ամեն ինչ է ասում, որտեղ դուք քաղաքականացնում եք, դե քաղաքական ինչ-որ բան, նույնիսկ չի կարողանում ձևակերպի, այդ տգետ, այդ դեբիլ, էդի քաղաքական որոշում եք դուք կանգնած իրականացնում։ Ոնց կարող է դա քաղաքական չի։ Եթե ուզում ես ասես դուք դա քաղաքականացնում եք, բայց դա քաղաքական է։ Դու մի ամբողջ մշակութային քաղաքականություն ես պարտադրում, որ մարդիկ իրենց անցյալից, իրենց ներկայից, իրենց ապագայից, հիշողություններից, մշակութային ժառանգությունից պետք է հրաժարվեն, որովհետև այն ինչի մասին խոսան, այս 27000 քառակուսի կիլոմետրի վրա չի տեղավորվում։ Մեր միտքն ու պատմությունը, ժառանգությունը, երգերը, մշակույթը շատ ավելի մեծ է սփռուն է, քան այս 29000 քառակուսի կիլոմետրը։ Այ ուսապարկ։ Ասում դու քաղաքականացնում եք։ Որպեսի հետաքրքիր ինչի։ Երկարաձգեցիք։ Խնդրում եմ հարգելի դուք մի վարքան շատ երկարաձգեցիք։ Ես եթե ասում եմ Արևմտյան Հայաստան, ցանկացած տեղ ես տանեմ ապացուցեմ, լավ էլ գիտեք, անգամ Էրդողանն ընդունում որ Սուրբ Խաչը հայկական է եւ այնտեղ թույլ է տալիս, տարին մեկ անգամ։ Թույլ տվեք ավարտեմ դուք, անընդհատ ասում եք ընդհատում, դուք եք ընդհատում արդյունի արդյունք եք անում։ Թույլ է տալիս թուրքական դրոշների տակ, տարին մեկ անգամ պատարակ մատուցել։ Ցանկացած տեղ առաքելոց վանքն է, չգիտեմ, բերդն է, ամեն ինչն է։ Ցույց տվեք մեկ քար, մեկ աննշան երևույթ, որ այստեղ ապացի սա Արևմտյան Ադրբեջանը կամ թուրքական հետ կա Արևելյան Հայաստանի մասին է, մասամբ սա Արևելյան է, Ռուս Հայաստան, Պարսկ Հայաստանի, սա Թուրք Հայաստան չի եղել, Պաչկ Հայաստան չի եղել։ Եվ ես ցեղասպանությունից մարզապետության ժառանգ եմ։ Իմ պապան ինքնապաշտպանության մասնակից Հայոց դորից, Հաբակ գավառից եւ այլն։
Հիմա դու եկել ես ինձ ասում ես պատմությունը մոռացիր, պատմությունը ջնջիր, եկեք ցեղասպանության զոհերին հաշվենք։ Հա։ Ես այդ ասողին եթերից ամենայն պատասխանատվությամբ հայտարարում տականք, այդ ով ասած ցեղասպանության զոհերին հաշվենք։ Այդ տականքը որ Գյումրիի թալանն արել, եւ այսօր դա թափանթամն է։ Ու այսօր ասում է ցեղասպանության զոհերին հաշվենք։ Բայց պատասխան տա, ցեղասպանությունից մազապուրտը ժառանգեն։ Դա Անդոնն է, էլի։ Անդոնի Քոչարյան։ Իր մասին է խոսքը։ Ո՞վ է տականքը կարողանես պատասխան տալ։ Վիրավորական դաշ չգնա, պարոն Մարտիրոսյան։ Ես միշտ եմ եղել, որ Թուրքիայի դերոշ վարեն ապրիլի 20 Չլինի, բայց եթե հանկարծ հաղթի գեղագիտության մեջ, որովհետև բարձր որ կլինեն որոշ գրողներ, որոնք դրանից չեն վախենա, բայց ընդհանուր իհարկե, որտեղ մենք խոսում ենք մանկապարտեզների մասին, չգիտեմ, դպրոցների, բարձր որ ասենք առաջին, երկրորդ, երրորդ դասան երեխան, եթե իրեն այդպես են բանանում, ինքը այդ գեղագիտության, հա, ինքը արդեն Արարատին չգիտեմ, եթե ինչ որտեղ ապրում աչքները Արարատը չի տեսնում, կարող է իրան ստիպեն Արարատը մոռանա։ Դա այսինքն սա Լսեք Պետրոսյանի։ Սա գեղագիտության նույնիսկ կրկնեմ, որ սա բնորոշ է բաներին, բռնապետություններին, ես ասացի ուրեմն Մենս բառը ասացի տոտալիտար ինքը հայերեն ասենք բռնատիրություններին, այո, դեռ չկա, այո, այսօր չկա, բայց ճանապարհը հստակ այդ ուղղությամբ գնում է։ Եվ եթե այս ընտրություններում հույս ունեմ չի լինի, բայց եթե հանկարծ հաղթի Չէ, թույլ տվեք Տիկին Պետրոսյանը հաղթի, մենք հաստատ ունենալու ենք բռնապետություն, սա հստակ նշան է, ես ասեմ, որովհետև պատճառով չեն հասկացել մեր ինչա կատարվում, գոնե հիմա հասկանան, հա, որտեղ կան, ես գիտեմ, ունեմ գրող ընկերներ, որոնք ասեն, ես քաղաքականությամբ չեմ հետաքրքրում, ես գրող եմ ուզում, քանի որ եկավ իրանց էլ կպավ, ես ասում եմ, տեսեք, ինչ է, եւ այդպես իդեպ շատ է եղել, ասենք, պատմության մեջ, չեմարտիկ չեն բանարել, ասենք, ինչեւ հասկացել են ինչա կատարվում, ասենք, Հիտլերի տակ կարծեմ կապ։ Ինչեւ հասկացան, մեզ չի վերաբերում, ինչեւ կապել, սա վտանգ է, սա ամենամեծ վտանգն է, այստեղ ինքը փափուկ բանով է գրված, բայց ինքը հստակ բռնապետության տանող ճանապարհ է։ Սա ինչի մասին է, այն որ մեկը մտածում, ադե ես գրող եմ, իմ համար հանգիստ գրում եմ, դա ինչ չի վերաբերվելու այս կառավարությունը, տեսեք, այս վիճակը ինչ չի վերաբերվելու, բոլոր ձևերով, տարբեր ձևերով, ոնց հասանելի է, բոլորի տունը մտնելու այս խնդիրը։ Փաշինյան Նիկոլ վարակը մետաստազը, սարկոման գիտեք ինչ է, դա քասկերի ամենավտանգավոր, ամենաարագ տարածվող տեսակն է։ Սարկոմայի նման բոլորի տները մտնելու է։ Գրող ես, նկարիչ ես, դու պատկերացնում մեկը բեմադրություն ունի, բեմադրություն, կարոտ, դա իմիջան Հայաստանի մասն է, չէ՞։ Կամ չգիտեմ, Դժդայի մասին, Անդոնիկի մասին, վերջ մոռացեք։ Մոռացեք, Էրեբունի Երևան տոնակատարությունը սրանք ո՞նց են անելու։ Էրեբունի Երևանը հոդա Երևանը չի։ Միայն, հենց այդ Էրեբունի տարածքը չի, չէ՞ դա ավելի մեծ է։ Դու արդեն դու կայսրության մասին ես ուզում, ուզեմ ինչ պետքա վերանա դա։ Ալգիշտին կարող է Երևանի քաղաքապետն է եղել։ Նշանակն Ալգիշտի կերպարի մասին էլ մոռացեք։ Ոնց էս ինչ կասրա պաշտական նկրտումները, բավոր հանևանները հանկարծ դա անցալեն որպես տարածքային պահանջ։ Դուք հասկանում եք աբսուրդը որտեղ է հասնելու միջև։ Սա դեռ ծնծաղիկներն են։ Մարինեն է ասում, ով որ մտածում է, որ ինքը քաղաքականությունով չի զբաղվում, ու այս ամեն ինչ իր համար վտանգ չի սպառնում, կներեք գլուխը պատին է տալի, այսինքն գլուխը չունի ախր որ պատին տա, որ գլուխ ունենալ վզի վրա, ուսերի վրա, կհասկանալ, որ այդ բան չի լինում, ապրես մի համակարգի մեջ ու համակարգից դուրս, ու քեզ ոչ մի ձև չվերաբերվի այն ինչ որ կատարվում է շուրջը։ Եթե գլուխ ունենա, ուրեմն հաստատ կտա պատին, բայց եթե գլուխ ունենա, դեռ չի մտածի։ Մեր կրթական համակարգը փոխվի եւ իրական ես կարծում եմ որ այն գրականությունը որ մենք 30 տարի ստեղծել ենք եւ որը ունենք դա հենց այն իրական Հայաստանի մասին է այդ գրականությունը վերադարձրեք մցրեք դպրոց եւ բավականին շատ հարցեր կլուծվեն կարիք չի լինի նոր պատվերներ տալու որ ինչ որ գործեր գրվեն որովհետեւ այդ գրականությունը գրվել է իրական Հայաստանի մասին իրական Հայաստանի ժամանակին եւ վերջերս փորձում էինք վերհիշել Արարատի հետ կապված ինչ բանաստեղծություններ կան գրված եւ այսպես ամփոփ մտովի ճամփորդություն արեցինք տեսանք որ չկա որևէ լուրջ գրող որը Արարատի մասին այլևս լալահարաջ ստատուսներով, լալահարաջ պաթոսով ինչ որ ազատագրական ինչ որ թեմաներ է գրել։ Լսեցիք։ Լալահարաջ, ազատագրական, չկա տես բան, լուրջ գրող ոտես բան գրածալի։ Սնայել են, ասել են, հա, իսկականից բան չկա տենց, դա անցած է։ Սա Շիրազին է վերաբերվում, Շիրազ, Սևակ։ Էլով, ասկի մեր բոլոր մեծերը, ով չի գրել ազատագրական պայքարի մասին։ Բայց դա
լալահարաճ ազատագրական ստատուսներ, լսես տգետն է, դուք հասկանում եք, մենք ում ձեռքում ենք, ընկերներ, գրականության մասնագետներ, գրականագետներ, թատերագետներ, ռեժիսորներ, դերասաններ, դուք հասկանում եք ինչի մասին է խոսքը, դուք զգում եք այս ամեն ինչը ուրա գնում, Շիրազը լիներ պատկերացնում եք հիմա ինչ էր ասել, բայց ես լալահարաճ, այս ես եմ լալահարաճ, դա լալահարաճություն չի տգետ, դա հարազատին կորցրած մարդու բնական զգացմունք է, ասում եմ լալահարաճ ազատագրական չկա, փառք Աստծո, ոչ մեկ չի մտածում Մասիսի մասին, ազատագրվելու մասին, ոչ մեկ, դա իրանք ոչ մի լուրջ գրող էլ դա մասին չի գրում, բա ու գրականություն, որը այսօր անտեսված է լայն հանրության կողմից, այդ արվեստն ու գրականությունը, եթե կարողանանք տեսանելի դարձնել մեր կրթական համակարգում, 10-15 տարի հետո մենք ունենանք այն սերունդը, որը այլևս արևմտյան Հայաստանը կտարբերի Թուրքիայի արևելյան հատված Տեսակ, եւ եզրափակեց Ռոբերտ Անանյան, եւ մի 10-15 տարի մոտ դա չքարոզենք, փաստորեն, էլ ոչ մեկ դրան չի ասի արևմտյան Հայաստան, բոլորը կընկալեն, որ դա արևելյան Թուրքիան է։ Հասկացանք ընկերներ ջան, այս ամեն ինչի համար արվում ու ուրա տանում։ Թուրքը ոչ մի ձև չի կարողացել մեր մեջից էտի հանի։ Հիմա մեզ ժամանակին բոլշևիկների ձեռքով էին անում։ Հիշում եք, չէ՞, ժամանակին այս ամեն ինչը փորձ արվել բոլշևիկների ձեռով արվել։ Բոլշևիկները գնդակահարում էին, ձերբակալում էին բոլոր նրանց, ում տանը կարող է հնչեն երգերը։ Ով իմանային, որ ինչ որ գրականությունն է դրանց տանը պահվում։ Գնդակահարում են բոլոր գրողներ, Աքսել Բակունցկներ, Չարեն Ցկներ, չգիտեմ ով զմոտ, Լերկամսակ, բոլորը ով հանկարծ ինչ որ միտեղ թեկուզ իր գրած մեջ մի հատ ակնարկ կաներ արևմտյան Հայաստանի մասին։ Սա նույն բոլշևիզմն է, նույն թուրքական պատկերը, ու պարզ ասում են, որ տենց անենք մի 10-15 տարի հետո ոչ մեկ էլ չի ասի արևմտյան Հայաստան բառը, պարզ բացատրում են, վերբալ անալիզը հենց սա է, եւ որ թողում ես խոսում ու վերջապես իր իրական նպատակները ասում է ինքը, որտեղ դու սկզբից հարցնեիր, որն է քո իրական նպատակն, ինքը չէր ասելու, բայց ընթացքում խոսես, ասած եթե սենց երկար անենք, մի 10-15 տարի հետո մարդիկ էլ արևմտյան Հայաստանի մասին չեն խոսել, կհասկանան, որ դա Ռոբերտն էլ բան անում, որ դա արևելյան Թուրքիան է։ Ապրես Ռոբերտ, կեցես ինք, Նիկոլ անպայման դա կնկատի, չի մոռանա, մենք նույնպես։ Նվաճվել է Բյուզանդիայում, նվաճվել է գրավել են, էդի դատապարտների չի։ Իսկ որ մենք հիշում ենք այդ դատապարտները։ Օսմանյան կայսրության տարածքում է եղել ցեղասպանությունը։ Այո։ Իսկ ինչ ենք ասում արևմտյան Հայաստանում ցեղասպանության զոհերի հիշատակ։ Ինչ ենք ասում։ Հասկանում եք։ Ինչից են վախենում սրանք, Մոսկովյան կայսրությունն է եղել։ Հա, կայսրությունը եղել է Օսմանյան, բայց արևմտյան Հայաստանն է։ Տգետ։ Այս սրանք ինչից են վախենում։ Այ իրանք ինչից են վախենում, որ մեր ենթագիտակցության մեջից դուրս չի գալի արևմտյան Հայաստանը, նշանակում է հոգևոր կապվածություն կա։ Այ թուրքը սրանց ձեռքով ինչն է ուզում արմատախիլանի, առհա ձեր բախտից թե դուք կարող եք անել։ Խուժ բան եղեք դաստիարակությանս ես չեմ նշում ձեզանից ով ինչ արժի, ով ինչի ծնունդ է, բայց չեք կարողանալ։ Չեք կարողանալ, ոնց ուզում ալի ամեն մի շրջան իր Մարինեն է ունենալու Պետրոսյան, իր Վարդանն է ունենալու, իր չեմ Հուսիկարանն է ունենալու, չեք կարողանալու, իր Չարենցն է ունենալու, Սիլվան է ունենալու, Կապուտիկյան Սևակն է ունենալու, դուք ով եք այ եթիմներ, մի ամբողջ սովետական կայսրություն, մահվան դատավճիռով ինքը չկարողացավ արմատախիլ անել 70 տարի, 71-րդ տարվա մեջ Շեփոդը փչեց բոլորը դասան ազգայինական։ Արա այն եթիմներ դուք ով եք որ այս ամեն ինչը կարողանաք ջրել։ Ծխեք ասում արևմտյան Հայաստան։ Դու լավ ենք անում այդ թուրքի ծնունդ։ Քեզ ինչ։ Ասում են որ մեզ կոտորել են ոչինչ։ Եթե մենք դա մասին պետք է խոսանք չի կարելի։ Լսեք։ Ասում եթե Հիմա Օսմանյան կայսրությունում է դա տեղի ունեցել, թե ոչ։ Ինչ վրա բան մահակ չպարեք։ Մահակ։ Եթե բան հարմար է, ուրեմն շնորհակալ եմ խոսքի համար։ Լսում եք Տիկին Պետրոսյան։
Չէ, չի հայերը ցեղասպանվել են բնորանում Օսմանյան կայսրության մեջ Արևմտյան Հայաստանի տարածքում եւ մեր նախադասություն հայ էթնոսը ձևավորվել է Բանալ լճի ավազանում On carparts.com, you get access to Sense Savannah լճի ասեի լավ ասեմ ազատ ջրամբարի Բանալ լճի ավազանում է ձևավորվել հայ էթնոսը հիմա ասում եք մեր չի մեր թե մեր չէ դուք Թուրքիա գնացել եք, հենց թուրքերի հետ խոսեք, իրենք շատ լավ հիշում են, որ իրանց բնորանը Մոնղոլիայում, ես դա առաջին անգամ տեսա զարմացա։ Իրանք հիշողությունը չեն կորցնում։ Դրոնալ ասել ճանապարհը տալիս Զանգեզուրի որ մենք գնանք այցի մեր նախնիների երկիր։ Վզում եք Տիկին Պետրոսյան, հետո Տիկին Մինասյան։ Անցել անդամները մի քանի տարի Եվ եթե մենք խոսում ենք արվեստի, գրականության, եթե ամեն ինչ բնական լիներ, մեր երկրում ասած արժեքային խեղաթյուրողներ չլինեին, մենք պետքա, չէ, որ երբ որ ասում ա դու իմաստավորում ես քո պարտությունը, ողբերգությունը, եւ դրա մասին ես գրում։ Այս ամբողջ բանը նախագիծը դրա մասին է, որ մարդիկ դրա ողբերգության մասին չգրեն, որ մարդիկ մոռանան, որ մարդիկ ուրախ բաներ գրեն եւ ուրանան իրանց պարտությունը, որպեսզի այդ պարտությունը նորից հաղթանակ երբեք չգա։ Դրա մասին է։ Սմայլիկ չի։ Նորից հաղթանակ չկա։ Այո, իրանք նորից հաղթանակ չկա, Տիկին Պետրոսյան։ Նորից հաղթանակ Այո, կա։ Ես այն ժողովրդի զավակն եմ, որը այո պատվել է, հետո բայց երբեք չի հաղթվել հաստատման։ Հարձակվելու է։ Անպայման չի հարձակվել։ Իրավունքն է այդտեղ ապրողների։ Եվ հաղթանակը Նад լսեք նորից։ իրավունքը մի քիչ գործիքայնացել։ Իրենք շատ լավ հիշում են, որ իրանց բնորանը մոնղոլիաներ չլինեին, մենք պետքա, չէ, որ երբ որ ասում ա դու իմաստավորում ես քո պարտությունը, ողբերգությունը, եւ դրա մասին ես գրում։ Այս ամբողջ բանը նախագիծը դրա մասին է, որ մարդիկ դրա ողբերգության մասին չգրեն, որ մարդիկ մոռանան, որ մարդիկ ուրախ բաներ գրեն եւ ուրանան իրանց պարտությունը, որպեսզի այդ պարտությունը նորից հաղթանակ Նայ որ ցավացրեց նայ։ Դրա մասին է։ Սմայլիկ չի։ Նորից հաղթանակ չկա։ Այո, իրանք նորից հաղթանակ չկա, Տիկին Պետրոսյան։ Զգացիք ինչից է վախենում նորից հաղթանակ չգա, հա։ Զգացիք ինչից են վախենում նորից հաղթանակներից են վախենում, լսեք։ Այո, կգա։ Ես այն ժողովրդի զավակն եմ, որը այո պատվել է, հետո բայց երբեք չի հաղթվել հաստատման։ Հարցակվելու եք, լսում ես։ Լսում եք։ Հարցակվելու եք։ Հա, հարցակվելու եք։ Շատ ես նեղված։ Հա։ Ես գիտեմ դուք ամենաշատ ինչից եք վախենում։ Դուք ամենաշատ վախենում եք, որ հայը չհանձնվի ցանկացած պարտված ազգ, ինքը կարող վերականգնվի։ Հանձնված ազգերը վերանում են։ Եղավ ու սա պարկ, այդպես բերանդ բացել կգնաս տուն, կամ ու ուզում ես։ Բայց դիմացի, այո, պարտադիր չի դա լինի հարցակնից, բայց դու պիտի իմանաս, որ դա լինելու է։ Ձևը մենք կորոշենք։ Հարձակվելու է։ Անպայման չի հարձակվել, մեր իրավունքն է, Արցախը մեր իրավունքն է այդտեղ ապրողների։ Եվ հարձակվելով չի լինում։ Հա, ձեր իրավունքը մի քիչ գործիքայնացնեք։ Գործիքայնացնեմ։ Այ որ ձեզ գործիքայնացնեմ։ Այ որ ձեզ սենց տուփերով, շարքով սենց կնստեցնենք բաց, տանենք, տեղավորենք այն կղզու վրա, որ դրա համար նախատեսել են։ Դու էլ ընդդեմ ունես արդեն։ Քո մասին ով է իմանում։ Այ ուսապարկ։ Հիմա արդեն գիտենք։ Անդեր նա տեղա լինելու, սենց սիրուն կղզի այդ թունավոր փոչամբարի մեջ։ Դուք հանգիստ ապրել եք ընդ, ձեզ ոչ մեկ չի կախելու, չի քարատելու, բայց դուք նայելու եք այդ թույնի ազդեցության տակ, դուք ոնց եք մոտացվում։ Ու դուք այդ ժամանակ իրար պատմելու եք, հա, թե հայերը ինչքան վատն են, այտենց էլ չհազնվեցին, չհաշտվեցին իրենց պարտության հետ։ Առահա ձեր բախտից, թե մենք կարող ենք հաշտվել։ Որտեղ մեզ դավաճանել են, մենք չենք պարտվել։ Ու դավաճանել եք դուք։ Ու այսօր երկու շատ կարևոր բան ասեցիք դուք, բացահայտեցիք, մեռնեմ վերբալ անալիզ գործիքին, որ ամենաշատ վախենում եք այդ հարձակվելուց, վերականգնվելուց եւ հույս եք դրել, որ այս ձեր քաղաքականության արդյունքում 10-15 տարի հետո մարդիկ այդ չեն ասի Արևմտյան Հայաստան։ Երկու մասով էլ ասում եմ պարտված եք։ Երկու մասով էլ ասում եմ։ Գիտեք ինչի։ Ես այսօր այնքան բանի մասին եմ որոշեցել այդ խոսային։ Այդ ժամանակը չի դեկում։ Հա, որովհետև sense տղա ենք ունեցել։ Ու էլ ենք ունենալ։ Կոմիտասի։ Ծննդանորն է։ Տեղ կա հոկտեմբերի 8, տեղ կա սեպտեմբերի 26։ Ամեն դեպքում, հին ու նոր տորմանների տարբերություն կա։ Այս կոմիտաս ունեցող ազգը
Ալբերտյան Հայաստանի մասին մոռանա։ Եվ ամբողջ բանում վերջում հարցնում էր։ Մենք Արմեն Մարտիրոսյանն էր հարցնում։ Հա, օրինակ ասենք Կոմիտասի տուն թանգարան ունենք եւ էլի բաներ կան, հա։ Սասունցի Դավիթի մասին մենք պետք է մոռանանք։ Հա, Սասունցի Դավիթի մասին դաստվող դասատուները պետք է չվճարվեն այլևս պետության մասին, պետության կողմից։ Եվ ասես լիքը կազուսներ կան։ Այս ձեր նախաձեռնության մեջ, բայց ես ասեմ, այնքան խորն է մեր արմատները։ Իսկ Կոմիտասի ջահն էլ այնքան բարձր է կախած, որ ձեր կեղտոտ, արյունոտ ձեռքերը ոչ վերևը հասնել, ոչ այդքան կարող է խոդը իջնել։ Դուք ուղղակի չեք կարող, անզոր եք։ Իսկ այս նկարը 1906 թվականին է Փարիզում Կոմիտաս վարչապետի համերգից հետո ֆրանսիացի երաժշտագետ Լուի Լալուան Mercure Musicien ամսագրում գրել։ Ոչ ոք չի կարող մեղադրել ինձ չափազանցության մեջ, եթե ասեմ, որ Կոմիտասի այս համերգը իսկական հեղաշրջում էր իր հայտնությամբ, հիացրեց, զարմացրեց բոլորիս։ Մեզանից ոչ ոք չէր կարող պատկերացնել արվեստի այնպիսի գեղեցկություն, որը ոչ եվրոպական էր, ոչ էր արևելյան, այլ եզակի իր տեսակի մեջ, անկրկնելի իր նրբագեղությամբ, սրտի խորքը թափանցող հուզմունքով եւ ազնիվ ելևէջներով։ Այդ երգերում արև կար։ Իսկ հայ Կոմիտասը, ով չէր վարանել անձամբ երգեր ծիսական մեղեդիներ, իր մի կատարումով, որը կարելի է համատել մեր ստաբատ մատերի հետ, հասավ մի այնպիսի հուզական ուժգնության, որ դալիճը գրեթե արտասվում էր։ Ու դա եղել է միշտ ամեն անգամ, երբ որ ինչ-որ միտեղ Կոմիտասը կատարվում է։ Այդ ելույթով արժանացավ բուռն օվացիաների ու ծափահարությունների։ Ավելի հուզիչ բան չկա, քան տեսնել Կոմիտասին ինչպես է խոնարհվում իր մեծ սև գլխարկով, լայնատիքում կանդերցանքով, մեղմությամբ, արժանապատվությամբ, ապա վերադառնում երգեհոնի մոտ եւ գրեթե շրջվելով երգում վերջին տունը, խոր ցավի կարեկցանքի հուզարատ ելևէջներով, որից սիրտդ լցվում է Աստծո ներկայությամբ։ Ոչ արևելք, ոչ արևմուտք, տիպիկ հայկական էթնիկ։ Գիտեք ինչ է նշանակում տգետներ էթնիկ։ Էթնոս բառից է։ Այն որ շատերը մեկ-մեկ ասում են հեթանոս, դրան տալիս են բացասական երանգ։ Այդ էթնոսն է։ Այն որով դու ունիկալ ես։ Այն որը իսկական արժեք է գնահատողի համար, որը երբևէ ոչ մի ռետինով չի ջնջվում, ոչ մի կիսլատայով չեք կարող իրան ոչնչացնել, ոչ մի քաղաքականությամբ չեք կարող իրան մոռացությամբ տալ։ Դա էթնոսն է, որի արմատները Սասունցի Դավթի նման այնքան խորն է, 40 գազ հորի մեջ, որ դուք չգիտեք դրան ինչով հասնեք։ Ամերիկայի ամենամեծ ռումբեր են, որ կարողանում են այդ բունկերներ ռմբակոծել, իրանք չեն կարող հասնել այնտեղ նույնիսկ։ Դուք այդ ճիվաղներ, դուք մտածում եք մի ձեռքով պետք է հասնեք այդ խորության, մյուս ձեռով հասնեք Կոմիտասի, մենք էլ մոռանանք Արևմտյան Հայաստանը, երանի ձեզ։ Չէ, ի սկզբանե պարտված է։ Մենք կմնանք մեր սարերի պես, դուք հողմերի պես կկորչեք վայրակ։ Այսօր համար այսքանը, լավ ասեք։